հոգեբանության մեջ է փորձում շատ խորանը։ Այդ իմաստով մի քիչ Չեխովյան բան կա էլ իր մեջ։ Նարդոսի մասն ենք խոսելու։ Ընտրել ենք ոչ շատ հայտնի, ոչ շատ տարածված գործեր։ Նարդոսի այդ պատմվածների ինչն եմ շատ սիրում։ Ինքը միշտ ներկայացնում է կյանքի կտոր, չի փորձում ամեն ինչ փակի։ Բուկովսկին էլ ունի այդ տիպի այդ հնարքը միշտ կիրառում։ Առաջի գործը կոչվում է Ամերյանի տրագեդիան, աղքատ ուսուցչի մասին։ Գիտես ինչ տարօրինակ բան հիշեցի, այն հայտնի սերիալ կա, Breaking Bad։ Walter White-ը, որը էլի ուսուցիչ է, էլի ոնց որ կարիքավոր ընտանիք է, քիմիայի դասատու է աշխատում, համ մոյկայում է աշխատում։ Ծերին հասցնող մարդը մեկ էլ իմանում է, հələ պլյուս դրան մի հատ է քաղցկեղ ունի։ Մետամֆետամին սկսում է արտադրել։ Հա, սկսում է կռվել այդ համակարգի դեմ։ Էլի նույն տիպի պատմությունը գիտես ինչի ասենց մեկին մեկ իմ համար բռնվեց, որովհետև ապրել, այնպես ապրել։ Դու գնես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջույն մեր սիրելի լսողներին եւ դիտողներին, եթերում է Չարքաստը, եթերում են գրող ծրագրավորող Նորայր Սարգսյանը եւ հրապարակախոս մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը։ Շնորհակալություն մեզ միանալու համար։ Մինչեւ եթերը սկսելը խնդրում ենք բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, լայքեք, կոմենտեք, տարածեք, ձեր կոմենտներն ու լայքերը շատ կարեւոր են մեր պրոյեկտի առաջ խաղացման համար։ Եթե հավանում եք մեր գործը, կարող եք նաեւ մեզ ֆինանսապես աջակցել Patreon եւ Boosty հարթակներում, թե Հայաստանից, թե արտասահմանից, սկսած $2 շատ մեծ գումար չի կարծում եմ, եթե ուզում եք մեզ օգնել, մեր համար դա շատ կարեւոր է։ Մեր նախորդ եթերը Շիրվանզադեի մասին շատ մեծ հնչեղություն ստացավ, շատ-շատերն են հավանել, գրել են, սոցցանցերում են գրել, YouTube-ում են գրել, առանձինել են գրել, շատ են հավանել։ Մենք զգացված ենք եւ շնորհակալ ենք, որ ոչ միայն հետևում եք մեզ, այլ նաեւ գնահատում եք մեր արածը։ Այսօր խոսելու ենք այդ շրջանի ժամանակի մյուս հայտնի գրողներից մեկի մասին, Նարդոսի մասն ենք խոսելու։ Կրկին մեր արդեն ավանդական ստացած ֆորմատով ոնց որ 3 գործ ենք ընտրել, ոչ ամենահայտնի գործերը, այսինքն այդ մեր թաղի շարքից օրինակ գործեր չենք ընտրել, մեր թաղի հայտնի շարքից կամ մեծ վեպերը չենք ընտրել, օրինակ, չգիտեմ, Սպանված աղավնին եւ այլն, այլ ընտրել ենք ոչ շատ հայտնի, ոչ շատ տարածված գործեր, որոնք թե հեշտ են կարդալու համար, տենց 10-15 րոպեանոց գործեր են, որ կարող եք հանգիստ կարդալ ծանոթանալ, թե նաեւ ոնց որ ընդհանուր ժամանակի շունչը փոխանցելու համար, ժամանակի պատկերը հասկանալու համար, նաեւ Շիրվանզադեի հետ զուգահեռները, Շիրվանզադեի աշխարհի հետ զուգահեռները տանելու համար շատ կարեւոր կլինի։ Ընտրել ենք 3 գործ, սկսենք երևի թե առաջի գործը կլինի, առաջի գործը կոչվում է Ամերյանի տրագեդիան, աղքատ ուսուցչի մասին, վարժապետի մասին, որը սկզբում մարզերում է դաստալի, հետո վերադառնում է հայրենի գյուղաքաղաք, ծեծված, տարածիորեն ծեծված, ջարդված, հիվանդ, խնդիրներով, անփող, քրոջ մոր հույսին ապրող աղքատ կորչի մասին, ինչն է ստեղ որոշում է գնա բժշկի, էլի։ Այո, որը որոշում է գնա բժշկի, ինչն է այստեղ կարևոր, եթե օրինակ մենք քննարկում էինք մինչևս, որ եթե Շիրվանզադեի աշխարհը դա ոնց որ քանի որ Շիրվանզադեն այդ փորձառություն ուներ աշխատելու Բաքվի նավթարդյունաբերական ընկերություններում, հիմնականում հայերի կապիտալին պատկանող, ու ինքը ոնց որ ծանոթ էր իր սեփական փորձառությամբ ծանոթ էր այդ վերևին խավի հետ, այսինքն գործարարներ, բիզնեսմեններ, օֆիսային աշխատողներ, ներկայիս տերմինոլոգիայով որ ասենք, կամ չգիտեմ, մտավորականներ, թատերագիրներ, այն խավը, ինտելիգենցիայի այն խավը, որ սպասարկում է ոնց որ իրենց կյանքը։ Նարդոսի դեպքում մենք գործ ունենք ստորին խավերի գրողի մասին, ավելի ցածր ֆինանսական, ընդհանուր սոցիալական վիճակի մեջ գտնվող մարդիկ են Նարդոսի դեպքում ու ինչն էր ստեղ հենց առաջին պատմվածքից մի անգամից որ այդ բանը ծագեց, ոնց որ այդ էլի մարդու մասին է, որը ոնց որ իր կյանքը ներդրել է ոնց որ լավ գործի մեջ, այսինքն ուսուցչության մեջ, այն ժամանակ դե ցարական ժամանակների մասին է խոսքը գնում, ցարիզմի վերջն է, էլի կարելի է ասել, ու ընդհանուր այսինքն շատ ոչ բան է, էլի շատ խառնաբաժանված ֆինանսական հնարավորություններ, այսինքն կան միլիարդատերեր, միլիոնատերեր ու կա այն մնացածը կան, որոնք ընդհանրապես ոչ մի բան չունեն ու մնացել են այդ ամեն ինչի այդ մարդկանց հույսին, ոնց որ այդ մարդկանց ձեռքին են նայում ու հիմնական այդ ինտելիգենցիա այդ ասվածը, որը դասական իմաստով էլի, այսինքն
ավարտել են ինչ-որ համալսարան, սովորել են, ուսյալ են ու փորձում են այդ իրենց ուսումը ծառայեցնեն ժողովրդին, դրանը դիմաց բնականաբար սպասելով, որ պետքա նորմալ կյանք ապրեն, այսինքն նորմալ չեն ուզում էլի միլիոնատեր դառնան, ինչ որ տենց բաներ չունեն, այդ Շիրվանզադեի այդ դեպքը չի, այդ բաները չեն էլի, այդ հայրի կապիտալիստները չեն, ոսկու տենդով տարված մարդիկ չեն, նորմալ, ասենք եվրոպացի մարդիկ են, ովքեր ոնց որ սովորել են լուսավորչական ինչ որ գործով են ուզում զբաղվել ու նորմալ ապրել ու ինչ տիպի այդ չի ստացվում ցարիզմի վերջում, ու հիմնական Թիֆլիսի մասին այն իհարկե գրել, բայց ընդհանուր կարելի ասել հայաշատ տարածքներում չի ստացվում, որովհետև գիտենք, որ նաև ընդհանուր ոնց որ բան կա հայկականության դեմ ինչ որ բան կա, այսինքն դա ինչ որ համարվում է ոչ տենց նորմալ բան, այսինքն նացիոնալ ինչ որ բան է համարվում, որ այդքան էլ տենց չի խրախուսվում, այսինքն տարբերակներ կան երևի թե ֆինանսական լավ վիճակում հայտնվելու, բայց մարդիկ են, ովքեր ոնց որ ընտրել են ունենալ իրենց առաքելությունով այդ առաքելությամբ ապրել, ու այս մարդը ոնց որ ինչ վիճակում է գտնվում, իմիջիալս ջահել էլ մարդան է, շատ մեծ չի, բայց արդեն այն վիճակն է, որ ուր որ է հեսա կմահանա վիճակա մոտ է, գնում է բժիշկի, ոնց է սյուժեն սկսում, ի վերջո եկել է գնում է բժիշկի, բժիշկը տենց սկզբում բանվորի տեղ է դնում, տեսքից, բանից, վիճակից, բանվորի տեղ է դնում, հետո որ հասկանում է, որ ուսուցիչ է, մի քիչ սկսում է նորմալ խոսալ, այսինքն փորձում է ցույց տա, որ ինքն էլ տենց հասկանում է, ուսյալ մարդը ինքն է, բայց միանգամից այդտեղ այդ երկու այդ բաներն է էլի առաջանում, այդ ռուսական կրթության, ցարիզմի շրջանակներում բժիշկա, որը էլի ինտելիգենցիայի ներկայացուցիչ է փաստորեն, բայց ավելի ոնց որ պրակտիկ բանի վրա է, պրակտիկ գծի վրա է դրա, այսինքն բժշկությունն է եւ պլյուս դրան գումարվում է, որ ինքը ռուսախոս է, էլի, այսինքն հայերեն շատ տերմիններ չի կարողանում ասի։ Այդ նաև իհարկե պետք է նշել, որ ինչպես որ հիմա շատերի համար դա բան կլինի, ակնառու կլինի, ինչպես որ հիմա այն ժամանակ ոնց որ ցարիզմի ժամանակ բարձրագույն կրթություն ռուսերենով էին ստանում, այսինքն ազգային լեզուներով բարձրագույն կրթություն չկար, կային օրինակ, չգիտեմ, նույն հարավային Կովկասում, Թիֆլիսում, Բաքվում, կային իհարկե ճեմարանական դպրոցներ, նույն Ներսիսյան դպրոցի եւ այլն, կային ծխական դպրոցներ, ինչ որ եկեղեցակից դպրոցներ, համայնքներից դպրոցներ, բայց բարձրագույն կրթությունը ստանում էին ռուսերենով, կայսրության հիմնական լեզվով, ու բժիշկը ոնց որ ռուսախոս է, ռուսերենով է խոսում բանի հետ, Բագրատ Ամիրյանի հետ, այդ աղքատ հիվանդ վարժապետի հետ, ու տերմինների շփոթ անընդհատ լինում, այսինքն այն ռուսերենով խոսում, սա հայերենով փորձում է թարգմանի, կարամ նույնիսկ մի էպիզոդ կարդամ, որ այդ շատ կայֆ բան է, որ ասма հետո այսինքն մուտքը սկսել է, եկել է բժշկի մոտ ոնց որ կոնսուլտացիայի, ստուգումների, որ հասկանա իրավիճակը ինչքանով է տխուր, ինչքանով է վատ, որովհետև դե խնդիրներ ունի առողջական, ու սենց դիալոգ է գնում, ասма հետո բժիշկը, հետո ձեռքերը լվաց եւ այն միջոցին եւ սրբում էր, սկսեց իր դիագնոզը հայտնել։ Ձեր ներսը հիշեցնում են բոլոր վինտերը, ինչպես է հայերեն վինտը, պտուտակ։ Բոլոր պտուտակները եւ ռիչագները, ինչպես է հայերեն ռիչագը, լծակ։ Բոլոր պտուտակները եւ լծակները թուլացած մի մեքենա, որը հազիվ է գործում ճռճռալով ու խրխրոցով։ Ոչ մի բան տեղը չէ, բոլորը քանդվել, քայքայվել է։ Ձեր նерվերը, ինչպես է հայերեն նерв, նյարդ, ջիղ։ Ձեր նյարդերը, ջղերը այնպես են քայքայել, ինչպես խոնավ տեղ ընկած սկրիպկայի, ինչպես է հայերեն սկրիպկա, ջութակ, ինչպես ջութակի թուլացած ստրունները, ինչպես է հայերեն ստրունա, լար, սիմ, ինչպես թուլացած լարերը, սիմերը, կարճ ասած բժիշկը երես սրբիչը կախեց իր տեղը եւ սկսեց մատները մեկ-մեկ ծալել։ Այս դիալոգը ցույց է տալի նախ ոնց որ կայսրությունում բնականաբար ռուսական կայսրությունում եվրոպական ոնց որ եվրոպական միությունը չէր էլի ներառականության խնդիր չուներ, հավասարության խնդիր չկար, ռուսերենի տիրապետումը, ու այսինքն բժիշկը հերիք չի ինքը ոնց որ մարգինալ է այդ հասարակությունում, որովհետև հայերեն լեզուն է մարգինալ, որովհետև հայ լեզու կրթությունը մարգինալ, կայսրությունը հայ լեզու կրթություն չի տրամադրում, այն իմաստով, որ ոնց որ պարտադիր կրթություն չկա, հանրակրթություն կայսրությունը չի ֆինանսավորում, ու դա նաև ոնց որ Նարդոսը լավ ցույց է տալիս այդ տրագեդիան, որ վարժապետները, որոնք մարզերում, հա, գյուղերում կամ գյուղաքաղաքներում դասավանդում են, իրենք ստիպված են կամ օրինակ
հարուստների հանգանակությունների հաշվին ապրել, այսինքն հարուստներ, որոնք ֆինանսավորեն դպրոցները, կամ եկեղեցունքից եկեղեցապատական դպրոցներ են, չգիտեմ, այտենց ծխական դպրոցներ են, հա, կամ ինչ որ ճեմարան նման դպրոցներ են, ու կախված է լինելու արդեն ոնց որ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներից, բայց ինքը քանի որ նաև ուսյալ լուսավորյալ մարդ է այդ ժամանակի համար ու խոսում է ազատություններից, խոսում է մարդու իրավունքներից, խոսում է այն բոլոր արժեքների մասին, որոնք մեր համար ներկայիս մարդու համար ոնց որ առօրյական են, սովորական կենցաղային մաս են դարել, հատուկ պայքարելու կարիք չկա դրա համար, ու բախվում է ոնց որ այդ իշխող խավերին ոնց որ, որովհետև Նարդոսը ինքը այդ առումով դասակարգային գրող է սովետի տրամաբանությամբ, ու հատկապես նաև ցարիզմի վերջի շրջանի այդ հեղափոխական փուլերի տրամաբանությանն էլի, այդ այսինքն դասակարգային խնդիրները արդեն կային, ու ոնց որ այդ երկու աշխարհների մարդիկ են իրար հանդիպում էլի այդ պատմվածքը։ Հա, բժիշկը, որը ոնց որ ճիշտ ուղղություն է ընտրել, եթե վերցնենք, ասենք, ոնց են ասում, անհատական ռազմավարությունը ոնց են, այտենց ինչ-որ բան կա, չէ՞, անհատական ռազմավարությունը ճիշտ է ընտրել, գցել բռնել է ոնց որն է ճիշտ, այդ բան ռուսերենն է, ուրեմն ռուսերենով, բժշկությունը փող է բերում, ուրեմն բժշկություն, բայց այս մի խոսքով ամեն ինչ ճիշտ արել է ու գտնվում է ոնց որ մի նժարին ու մյուս նժարին գտնվում է մարդը, որ ոնց որ սխալ ընտրություն է կատարել այդ ժամանակի համար, ընտրել է ոչ պոպուլյար լեզու, ոչ պոպուլյար մասնագիտություն, չի աշխատում նորմալ գումար եւ հայտնվել է այդ խայտարակ վիճակում, այնտեղ հիշում ես, եթե ու բժիշկը սկսում է ոնց որ խորհուրդներ տալ, էլի, այսինքն ասում է դե դեղեր չեմ նշանակում, ասում է, այսի արդեն դեղերով չես բուժի, էլի, ասում է, ձեզ մի բան կբուժի, եթե դուք ասում է գոնե մի տարի չաշխատեք, հանգստանաք, նյարդերը հանգիստ լինեն, գնաք ասենք Կիսլավոցկ, Բանդ, Ղրիմ, հանգստավայրային քաղաքներ էլի, քաղաքում ամառը չմնաք, ասում է գնացեք լավ ծովի մոտ բան, մի խոսքով այտենց կբուժվեք, էլի, դες մարդուն ցույց ամաչում է մի բան ասի, էլի, Կիսլավոցկի մասին է, էլի, խոսքը գնում, ինքը հացի խնդիր ունի, հանում է այդ բժիշկի գումարը տալիս է, դուրս է գալիս, ու հենց դուրս է գալիս ու հանդիպում է հին ընկերոջով Շամիրյան, Ամիրյանն ու ո՞ց է արել, էլի, Ամիրյան Շամիրյան։ Տեսնում է Շամիրյանին, որը կարծես սկսել է իր այդ նույն ճանապարհով, այսինքն վարժապետ է եղել մի գյուղական դպրոցում, բայց հետագայում հասկացել է, որ այդ ոնց որ ֆինանս չի բերի, փոխել է մասնագիտությունը, դառել է ինչ որ կոմերսանտի տիպի խառը ինչ որ կերպար, որը տարբեր տեղեր գործակատար բան ինչ որ աշխատելով աճել է, հասել է ինչ որ ոնց որ թե ինչ որ միջազգային ֆիրմայում ինչ որ պաշտոն ունի, էլի, որ բան անում վիզուալ բանին է կենտրոնանում, որ ասենք ես Ամիրյանը նիհար պրծած վիճակամոտ է, Շամիրյանն էլ հակառակը էլի, ասես բարգավաճը իմիջիալոց հիշում ես այդ բաները մանկությունից հիշում ես ուզատիները այդպես թեմա կար, չէ՞ որ այս ժամանակը հələ ոնց է չաղացե գործերը դզվել է, բան, չէ՞։ Իդեպ այդ ցարիզմի շրջանից էր այդ ուզատի արտահայտությունը պուզը փորը մեծ, այսինքն մարդու բարեկեցությունը, մարդու կայացածությունը հասարակության մեջ ոնց որ ֆիզիկական արտաքինով չափելը, որ այնքան, սնունդի խնդիր չունի, փողի խնդիր չունի, ֆինանսների խնդիր չունի, փորը մեծ, լավ հագած, տեսքը, չգիտեմ, շորը, մորը, ինչ որ տենց արթուկած բան, օստայա չափիկներով եւ այլն, այդ Նարդոսը ոնց որ այդ վիզուալ առումով էլ է, էլի դասակարգային ֆոնը ցույց տալի, էլի։ Այդ իմաստով մի քիչ Չեխովյան բան կա, էլի, իր մեջ, այդ շատ։ Ընդ որում Նարդոսը ոնց որ թե Չեխով, թե Դաստոևսկի, թե Տուրգենև բան ինքը այդ ավանդույթի շարունակողն ամեն դեպքում, էլի ինքը։ Հա, ինչ որ դա հոգեբանության մեջ է փորձում շատ խորանա, երկրորդը այդ սոցիալական թեմաներն է, այդ տարբերությունը ու երրորդը այդ ձևն է, որ ինքը մաքսիմալ, ասենք, հենց անունների մեջ, չգիտեմ, տեսքի մեջ կերպարները ինքը արդեն տալիս է, էլի, դիագնոզները, ոնց որ դրա ֆիզիոգնոմիկայով էլ է, էլի մի քիչ։ Հետո ինչ անում, Ամիրյանը գալիս է տուն, ասում է դա բժիշկը ոնց որ Կիսլավոցկա գրել է, ասել է պիտի գնաս ոնց որ Հյուսային Կովկասի հանգստավայրները հանգստանաս, ինչ որ ծով է թա, սև ծովի ափերին բան ես կամ այնքան, բայց դա փող չկա, բան չկա, էլի, հա, ասենք մեր աղքատ տարիքով քուրը տունը կարուձև անում, հազիվ ոնց որ տունն է պահում, քուրը ասում է ես փող ունեմ, էլի, հետ գցած, կարամ քեզ տամ գնաս բուժվես, աղբեր ասում է այդ փողով ոնց ենք Սկի չեն կարող ապրանք էլի դու քո փողը տալիս ես հպարտության խնդիր կա էլի ու քուրը այդտեղ դիալոգը շատ ուժեղ է իրականում որտեղ որ քուրը ասում է դու ինձ մի նայ որպես օտար կամ այն որ ես քեզ ֆինանսապես օգնում եմ ու ուզում եմ որ դու բուժվես դու տեն մի նայ որ քո ինքնասիրությունը ոնց որ խփում եմ քո ինքնասիրությանը կամ քո ինքնասիրությունը կպտում է դու ասում այդտեղ
այդ քրոջ կերպարը լավ է ստեղծել էր, ասում դու իրան շատ ռացիոնալ նայ, ասում մենք միշտ չենք կարող ոնց որ մնանք իմ հույսին չենք կարող մնանք, դու ասում պատկերացա, որ ես այդ իմ ոնց որ նեղորերի փողը որ հետ եմ գցել, ներդրում եմ անում քո առողջության վրա, որ դու վերականգնվես, դու էլ բան ես օգնես էլի, հա։ Ես օգնես, հա։ Ու ինքը ասում է դեմից դիմադրում է, ասում է դե չէ, դե գիտես ոնց է, այդ բաններ կա էլի, այդ պատրիարխալ հասարակությունում տղամարդու պատիվը կա, տղամարդու այդ կարգավիճակը կա, որ պիտի ոնց որ ինքը պահես, քրոջդ պահես, օժիտ տաս, տնեցիկին պահես, ընտանիքիդ պահես, բան ինքն էլ ազապ է, այտենց ամուսնացած չի։ Այդ պատվի բանը կա, այսքան այդ Նարդոսը լավ է ցույց տալիս էլ, այդ տվայտանքները տղամարդու տվայտանքները պատվի, ֆինանսական դրության, սոցիալական վիճակի, ու ասում է լավ, հələ սպասի, մի փորձ եկա գնամ բանի մոտ, տեսու գավառական տեսուչի մոտ, այնտեղ որ ժամանակին ուսուցչապետություն եմ արել, աշխատել եմ, փողերս չի տվել, գնամ խնդրեմ, ասեմ ոնց է։ Հա, փողը ուզեմ տամ, էլի, հա, կոնֆլիկտով եմ հելը այնտեղ հասանելիքը էլի ապրես էլի ու դա մի կտոր դիալոգ կա որ գնում է այդ տեսուչի մոտ գալիս է ինչ ասում է այնուհետև երբ Ամիրյանը գնաց թեմական տեսչի մոտ եւ մի քանի ժամից վերադարձավ քույրը վախեցավ որ նայեց նրա դեմքին այն աստիճան հուզված էր երևում նա ես այլևս ուսուցիչ չեմ ասաց նա սրտանց գլխարկը շպրտելով աթոռի վրա ես քծնանքի սովոր չեմ ուզում ստրուկ լինել վերջ Քրոջ հարցումին համառոտ կերպով պատմեց թեմական տեսչի մոտ ունեցած իր անհաջողությունները եւ վերջն ավելացեց. Ինձ ուրիշ բան չի մնում, եթե ոչ գնալ Շամիրյանի ուղով։ Այդ դիալոգը, այդ պահի դիալոգը, որ ասում չեմ ուզում ստրուկ լինեմ, էլի, ինքը ճիշտ է գրոտեսկային արտահայտություն է, գրոտեսկային դիալոգ է, որ ոնց որ չեմ ուզում այդ իշխող դասակարգին, չեմ ուզում քծնեմ, չեմ ուզում ինչ ասեմ, չեմ ուզում սապոնվեմ, չեմ ուզում ոնց որ իրենց խաղի կանոններով գնամ։ Իդեպ զուգահեռները գնում է բանի հետ, այն Ամալյանի հետ, հիշում ես, այն էլ էր տենց իհարկե տրագեդիա ուներ, իհարկե չէր կանոն ուներ, բան, բայց այն էլ էր գցե բռնել, որ իր ասախ տրագեդիան է, որ ինքը չի քծնում, բան չի անում, դրա համար ու չի գնահատվում, որովհետև այս Ամիրյանի մոտ էլ այդ բանը ոնց որ նուրբ թելով գնում է, էլի, որ իրան չեն գնահատում, իրան չեն կարևորում, իր աշխատանքը չեն կարևորում։ Այդ որ հա Շիրվանզադեի մոտ են Ամալյանը որ խոսում են, որ ասում են չեն գնահատում, բան չեն անում, էլ ինչ որ տես բան։ Էս էլ ասում են, դե ոնց որ չեն գնահատում, չեն կարևորում, չեն ֆինանսավորում, ուսուցիչ լինելը կարևոր չի, ավելի լավ է ոնց որ Շամիրյանի պես կոմերսանտ դառնամ, էլի, տենց հա, մոտավորապես տենց ոնց որ արդեն բանի հիշում ես օրինակ մի հատ բան կա, ու կարամ դաժե շարունակեմ, այդտեղ որ խոսում ասում Շամիրյանի ուղով եմ գնում Քուրը ասում է խոսքը այն ավանտյուրիստի մասին է, ասում մի ասա ավանտյուրիստ, այլ իսկական կյանքի մարդ, բացականչեց եղբայրը, այո, որի համար վսեմ եւ գաղափարական ոչինչ չկա, բայց միայն իր փորը տրզեսնելուց, որը քիթը միշտ խոթում է այնտեղ, որտեղ ազնական շահի հոտ է առնում եւ դու ընդունակ ես նրա ուղով գնաս քուրն անում, ասում կարաս տենց անես։ Եղբայրը հանդիմանության ուժեղ շեշտերը լսեց քրոջ ձայնի մեջ եւ նրանց ասում հանկարծ նստեց։ Իմ տրագեդիան էլ հենց այդ է, ասաց նա անկած ձայնով նստեց տաքացած։ Որ էդ էլ ճանապարհ չի, էլի, այսինքն էդ էլ իր համար չի, ոնց չի։ Բայց այդ բանը, այդ որ ասում է, դա բան չի, ավանտյուրիստ չի, էլի, քրոջը հակադարձում, ասում ավանտյուրիստ չի, կյանքի մարդ է։ Այն Սվերչելս Ծառուկյանը որ կյանքի դեպրոցի բա ասում ես Ամարսան չեմ ավարտել, կյանքի դեպրոցի եմ ավարտել, կյանքի մարդը կա, էլի, տրագեդիան կա, այսինքն կա ոնց որ նոր գաղափարներ, նոր աշխարհ, մոդեռնիզացիա, որտեղ ուսուցիչը հասկանում է, որ լավ կլինի իրան ոնց որ ֆինանսավորեն միտեղից, պետությունը կֆինանսավորի, չգիտեմ, եկեղեցին կֆինանսավորի, թե հարուստները կֆինանսավորեն։ Գործի համար աշխատավարձ է ուզում, էլի, նշ ինչ-որ ֆինանսավորում ուզում է ուղղակի նստի ստանա, էլի։ Մասնավոր դպրոցներ չկան, բաներ չկան, ասում ես վարժապետ եմ, ուսուցիչ եմ, լավ էլ սովորացնում ոնց որ, բայց ինձ ոնց որ պիտի վճարեն, էլի, բայց ասում չեմ կարա քծնեմ, չեմ կարա ստրուկ դառնամ ոնց որ ինքն է ասում, ասում բայց քանի որ դες չի լինում, կամ պիտի ոնց որ քծնես ստրուկ դառնաս ինչ-որ բանես, կամ պիտի Շամիրյանի ուղով գնաս, այնել ասում ավանտյուրիստ չի, կյանքի մարդ է, էլի, բայց հետո ասում իմ տրագեդիան է, որ ես դա չեմ կարող անեմ, էլի։ Հա, չեմ կարող անեմ, ասում իմ տրագեդիան հենց էտա, որ էտա չեմ կարող անեմ։ Գիտես ինչ տա օրինակ բան հիշեցի, այն հայտնի սերիալ կա, Breaking Bad։ Հիշում ես այդ։ Ամերիկայի բանի մասն է, որը էլի ոնց որ ուսուցիչ Walter White Heisenberg-ը, հա, որը էլի ուսուցիչ է, էլի ոնց որ տենց կարիքավոր ընտանիքա ինքն է պահում այդ փաստացի այդ ընտանիքը տենց իր հույսին է, ու իմանում հղի տղեն բան չէ, ինչ որ տղեն հիվանդ է, կինը հղի է, ասենց շուտ խառը վիճակ է ու ինքն էլ ոնց որ
քիմիայի դասատու է աշխատում, համ մոյկայում է աշխատում, որ ու մոյկայում լվում է իր աշակերտների համաշնեկը, ու տենց ծերին հասցնող մարդը մեկ էլ իմանում է, հələ պլյուս դրան մի հատ է քաղցկեղ ունի, հա։ ու քիչ է մնացել ոնց որ տենց ինչ-որ բուժվելու մեծ հույսեր էլ չկան, ու ամերիկացու ոնց որ ամերիկացին ինչ է անում, ամերիկացին ոնց որ մետամֆետամին սկսում արտադրել։ Հա, սկսում է կռվել, այդ համակարգի դեմ, այդ անարդարության դեմ սկսում է կռվել։ Էլի նույն տիպի պատմությունը գիտես ինչի ասենց մեկին մեկ իմ համար կռնվեց, որովհետև այնտեղ էլ կա այդ Շամիրյանի կերպարը, եթե կհիշես, այնտեղ ինքը ոնց որ ջահելության ընկեր ունի, ու մեծ իրանք ինչ որ բան են հորինել։ Հա, պատենտել էր միլիոնատեր է դառել, այո։ Իր այդ ընկերը միլիոնատեր է դառել, այսինքն, իսկ ինքը մնացել է դասատու։ Այո։ Ու էլի այդ վերևից հայացքը կա այդ ընկերոջ կողմից, որ ոնց որ էս ինչա վիճակը, մի քիչ հացկեր բան է, որտեղ կա ու տես բան է։ Մաշելես ախպեր, մի քիչ ներվերիդ մասին մտածի։ Չէ՞ տես մարդիկ կան, չէ՞, որտեղ օրվա հացի մարդուն ասում են էլ բան է, էլի ասենք նորմալ թերաշված չի, բան ասենք չեն գցում բռնում էլ որ մարդը ասենք չի հասնում, այս բաների մասին մտածել էլի ուղղակի։ Ու այդ բանն է էլի, այդ Հայզենբերգի տարբերությունը Ամերիկայում ոնց որ բան է էլի, այդ մարդը։ Ու նկատի ունես որ Բագրատ Ամիրյանը որ Ամերիկայում լիներ, կարող այդ ժամանակվա ինչ որ տես։ Հա, չգիտեմ։ Իր ժամանակի համար կարող Շամիրյանի պես ինչ որ ավանցորից գնալ այդ ուղով էլ ինչ որ տես, չգիտեմ ինչ որ։ Այն ժամանակ ոնց է փոխաշխատում։ Ոնց է բանը Վոլտեր Ուայթը ինչ է անում էլի իրականում, Վոլտեր Ուայթը ոնց է դուրս է գալիս այդ համակարգի դեմ։ Այն համակարգի, որտեղ դու եթե հանգիստ նորմալ մարդ ես, կրթվել ես, քո գործով աշխատում ես, դու շանս չունես ուղղակի։ Եթե լավ Ամերիկան է, եթե միանգամից ինչ-որ խնդիր է գալիս, էլի։ Եթե ինչ-որ խնդիր էլ գալիս է պլյուս վրադիր, դու շանս չունես դրա դեմ էլի պայքարելու ու եթե լավ Ամերիկան է, էլի մեր թվերը պատկերացրու ռուսական կայսրություն, ասենք 1800-ականների վերջ, գավառական Թիֆլիս, հա, ինչ որ կայսրության ծայրամաս, որտեղ տենց երևակայի տենց նույնիսկ հարուստն են բողոքում, հեսա մի պատմվածք ունենանք, որտեղ այն սերիալ կար, չէ, 90-ականներին բան, ինչ որ կոլումբիականներ, բրազիլիականներ, չէ, ինչ որ։ Չէ, 90-ականներին չէ, ավելի շուտ են, որ բագատե тоже плачут ինչ որ այդ։ Հա։ Ճիշտ է։ Այդ Վոլտեր Ուայթը շատ լավ է այդ թեմա։ Հետաքրքիր բաներ էլի նկատի ունեմ զուգահեռը տենց անցկացրեցի, որ ոնց որ լրիվ նույնական պատմությունը սկիզբ է։ Ու հետո շարունակությունը ոնց որ դեստեղ իրականում կտրվում է շարունակությունը, չգիտենք ինչ կանի Ամիրյանը, չէ՞։ Դե ոնց հասկացանք դատելով վերջի բանից ոնց որ հələ որ տվայտվում է ու մտածում է բանը։ Իմիջիալոս Նարդոսի այդ պատմվածքների ինչն եմ շատ սիրում, իմ համար առանձնացեց ելը որպես գրող ինչն եմ սիրում, որ ինքը միշտ ներկայացնում է կյանքի կտոր, ինքը պատմվածքում չի փորձում ամեն ինչ փակի։ Այսինքն դու տեսնում ես իրական կյանքը ոնց որ կա, չէ՞, կինոները ոնց է, չէ՞, որ նայում ես ու ավարտվում է ինչ որ happy end-ով ու ոնց որ ավարտվում է, որտեղ կինոն էլ ավարտվում է, happy end-ն էլ ավարտվում է, էլի շատ ժամանակ եթե շարունակվեր այդ կինոն, այդքան էլ happy end չէր լինի, բայց այստեղ ինչն եմ սիրում, այդ Բուկովսկին էլ ունի այդ տիպի այդ հնարքը միշտ կիրառում է, որ ինքը կյանքի մի հատ դրվագ է։ Բանի մոտ էլ է տենց, Բակունցի մոտ էլ է տենց, որը կիսատ էլ պրծնում է, այսինքն դու չգիտես հետո ինչ է։ Օրինակ Թումանյանի մոտը տենց չի, Ռաֆի մոտը տենց չի, դե իրանք մեծ ծավալով են գրում, երկար են գրում, բայց Բակունցի մոտ տենց էպիզոդը գալիս, էպիզոդը ավարտվում է ու թողում է ոնց որ նեգատիվով չի փակում, բայց շատ պոզիտիվով է չի փակում, էլի։ Բան հա, Նարդոսի մոտ շատ հաճախ էդ է ուզում ասել, որ էպիզոդը չի էլ ավարտվում, այսինքն դու չգիտես իրականում վերջին չեղա։ Դու ոնց որ պատկերացրու մի հատ կամերա ունես, մեկի տունը դրած ու նայում ես իրանց օրը։ Ոնց է, չէ, օրվա մեջ շատ բան չի լինում, էլի։ Նկատի ունեմ օրը ավարտվում։ Օրը ավարտվում է ու դու չիմացար է տենց էլ, էլի, այսինքն հաջորդ օրը չես կարել կպնես նայես ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Դու արդեն մնում ես ոնց որ տեսնում ես, տանում ես քո ինչ հասկացար դրանից, ինչ բաներ կպավ քեզ, չկպավ բան ու վերջ։ Չես իմանում հետո ինչ եղավ, այսինքն այդ իմաստով ռեալիստ գրող է, էլի, ոնց որ շատ կյանքային գրող է, էլի։ Ինձ թվում է այսքանը երևի առաջին գործի համար երիք է, որովհետև մնացած գործերն էլ այնպիսին է, որ էլի անընդհատ հետ առաջ ենք անելու, նման են շատ։ Իմիջիալոս կատարվում են մոտավորապես նույն լոկացիաներում։ Այս առաջին գործը Թիֆլիսում է, հա, առաջին գործը տենց չէ, բայց մյուս երկու գործը անգամ նույն շենքում է կատարվում, էլի, գործողությունները տարբեր ժամանակներում։ Ու այս երկրորդ գործը անունը ոնց էր անընդհատ Նեղորերից մեկը ու ինքը էլի այդ եթե վերցնենք այդ իմ այդ բանը շարունակենք, ինքը էլի ինչ է, ինքը էլի մի հատ պատմություն է, որը սկսում է ու չի ավարտվում,
սկսում եմ մեջտեղից ու տենց էլ չի ավարտվում, այսինքն ինքը նեղորերից մեկն է, այդպիսի օրեր մի օրվա պատմվածք չէ, փաստացի բան Joyce-ի ոճով ուղղակի կարճ էլի, ոչ թե այդպես հատոր։ Որը բան չի անում, էլի, ասենք վերջնական բաները չի դնում, էլի, ինչ եղավ, լավ։ Ու նաև հետաքրքիր է, որ հեսա վերջացնենք, հիշենք, որ Մարկեսյան ավարտ ունի այդ պատմվածքը սրա ու այդ դրանից էլ խոսակ ինչ է այդ նշանակում համար։ Սյուժեն ինչ է, ոնց որ ցնցոտիավոր մի հատ ինտելիգենտ է էլի, որը էլի գրող է, խառը սենց ինչ որ մի խոսքով այդ բանը է էլի։ Ու ազգանունն էլ է հատուկ Նարդոսը դրել, հատուկ այդ գրոտեսկը ոնց է Պատրիկյանը դրի ազգանունը։ Ինչ որ դա ազնվական Պատրիցիա էլի, հա։ Հին հռոմեական բանից եկած է Պատրիկն է, որը ոնց որ այդ ազնվական ոնց որ պետք է լինի, բայց այդ հասարակության մեջ ինքը փաստացի ունի խնդիր, որ նախ շորերն է շատ վատ վիճակում, ինքը աղքատ սոված մարդ է։ Աղքատ է, սոված է, այսինքն փորը ցավում է մարդու, տարածությունը սոված է։ Ուղղակի շաքարել չի ունենում, որ տաք ջրի մեջ գցի, որպես թե ինչ որ մի բան գնա։ Անա իմիջիալից էլի հետաքրքիր բան հիշեցի, կներես որ սենց թրվռում եմ, բայց Ռաֆու բանը հիշեցի, որ Ռաֆին էլի փաստացի հիշում ես այդ թեման, որ ասում է Ռաֆու թաղմանը հարևանները զարմացել էին, որ ասում ես մարդը սովից մեռավ, հիմինչ ճոխ թաղում են անում, Ռաֆին էլի փաստացի այդ թեյի պահը հիշեցի, էլի որ քանի որ ֆինանս չուներ, ինչ որ ուտելիքի բան չուներ, թե էր խմում, թե էժան երևի մի տեղից ուներ ինչ որ տարբերակ, ամբողջ օրը թե էր խմում, որ ուղղակի ոնց որ մի բան գնա ստամոքսը, ինչ որ խաղցր լինի, մի քիչ ոնց որ ուշքը չգնա, էլի ու ի վերջո տենց էլ մահացավ, իսկ հիմա Ռաֆինով է, էլի հայ ազգի համար ու պրինցիպի իր կյանքի ժամանակ էլ էր տենց ու հենց անմիջապես հետո էլ էր տենց, բայց ինչքան կարան անուշադիր լինեն, էլի ինչքան կարա անուշադիր լինի հասարակությունը իր կերտողների, իր հերոսների նկատմամբ։ Ընդհանրապես այդ ժամանակի այդ աղքատության նկարագրությունը, այդ դուրս մնացած մարգինալ խավերի, հա, այտենց լուսանցքային խավերի նկարագրությունը, բանում է կա նաև մեր թաղում գործ կա, հայտնի գործ է, դասագրքերում նույնիսկ կարող է լինի, բանը, թե ինչ եղավ եւ շաքարավանից երկու շաքար պակասած, էլի։ Այնտեղ էլ կհիշես, որ հարսը սոված է, կիսուրն ու ամուսինը ծեծում են, ջարդում են, օր չեն տալի, 20 տարեկան ջահել աղջիկա նոր երեխա ունեցել, որ ու չեն թողում որ հաց ուտին, հաշվում են ամեն կերածը բան, ինքն էլ դա չի ուտում բան, բայց հետո ասում է բանը տատուն էլի, ասում է դե ոնց որ երեխես նորացան, որ պիտի կատտամ, ու պիտի մի բան ուտեմ որ կատտամ, էլի, այդտեղ որ թեյ է սարքում, հացը փրտում է մեջ ուտում է, էլի, այսինքն այդ ոնց որ գիտես ոնց է, այդ աղքատի թեյը ոնց որ այդ ժամանակի բանը լինի, էլի, ժամանակաշրջանի ոնց ասեմ, հաց ու կալբասը լինի, էլի, այդ որտեղ սիմվոլն է, էլի։ Հա, եթե կալբասը օրինակ, չգիտեմ, այդ պուզատիությունը, հա, այդ պուզատի լինել, այդ տրզած փորը, լավ շորերը, եթե այդ բանի սիմվոլ են հարստության, հա, այդ կարգավիճակի դա բարձր կարգավիճակի սիմվոլ են, այս դեպքում ոնց որ այդ աղքատի թեյը բանը, այդ ոնց որ այդ աղքատության սիմվոլն են, էլի։ Յոլայի բանն է, էլի, այն մի ձև ապրելու, այնքան որ չմեռնես այդ թան էլի, բան, մեր հայկական մշակույթում բանը կա այդ մածունու թանը, էլի, այդ կամ բանը օրինակ այդ մատաղի ջուրը, այդ աղքատների տալիս են մատաղի։ Հա, դրանից սկսել էլի։ Իրա հիմա բոլորն են ուտում, բայց ինքը էլի աղքատների կերակուր է եղել ու ինչ հետաքրքիր էլի բաներ էլի, այսինքն ինքը քայլում է այդ միջանցքա շենքա պատկերացրեք, այդ ռուսական բանում կա իմիջիալից Դաստոևսկու մոտ է շատ կա, էլի։ Դախոտնի դոմա կոչվում։ Դախոտնի դոմա, էլի, այսինքն ինչ որ մեկի շենքն է, շենք է սարքել, ինչ որ մեկը կամ գնել է ու վարձով է տալիս ամեն սենյակ, որը պիտանիա կամ պիտանի չի։ Ինքն էլ ապրում է շենքում, բանի պես Անգլիայում, բանում, Գերմանիայում, այսքան այդ կապիտալիզմի լոգիկով, երբ որ կապիտալիստները մեծ շենքում են ապրում, բայց նաև ինչ որ սենյակներ, ոնց որ վարձով տալիս են վարձակալներին, այդ Պատրիկյանը քանի որ ամենաաղքատն է այդ բոլոր հնարավոր վարձակալներից, բանում է ինչ որ նախքին հավաբնում։ Տարածորեն հավաբնում ապրում, ընդ որում Նարդոսը լավ է նկարագրում, ասում է տերը այնքան հարուստ էր, որ ոբշեմ տենց ստամոքսի խնդիրներ ուներ, գնացել էր բժշկի մոտ ստուգվել էր, ասել էր մենակ հավի միսկ ուտես։ Մենակ թրջնի միսկ ուտես ու բանը տնական ուտելիքներ, դա էլ այնքան հարուստ էր, որոշել է իր տան ոնց որ այդ բանում էլ այդ վերևի հարկի այդ սենյակում այդ ձեղնահարկում, կտորի սենյակում հավաբուն էր սարքել, ընդ որում վենտիլյացիայով բանով դա հատուկ նկարագրում ասում լավ տեխնոլոգիա էր դրա։ Հետո ասում այդ հավաբունը վարձով տալիս էր Պատրիկյանին ու ոնց էր այդ սկիզբը որ ասում հելմա սոված ծարավ շորչ ունի բան չունի, գնում է տիրոջ մոտ ասում հա գիտեմ որ մի քանի ամիս չեմ տվել, բայց մի քանի օր է սպասի ոնց որ այտենց
վերես հալ չկա, էլի գորշ ունեմ, բան գրքերս չեն ծախվում, բան, տենց մի բան կանեմ։ Այդ բանը հիշում ես, որ ասում գրքեր չէ, ասում դու գրող ես, բանի հայացքով էլ է որ համ մի քիչ բան կա, կսմից կա։ Համ էլ ոնց որ ասում չէ, ենթադրում էլի որ այս հարիֆը ինչ որ բան կա։ Հալ չկա, էլի։ Էլի հասանք ես նրանից ինչ գրող էլի մոտավորապես ու այդտեղ նկարագրությունը նաև հետաքրքիր գիտես ինչ կա, այդտեղ որ մտնում է ներս մեծ գրադարան է այդտեղ դրած լինում, որտեղ ասում է ոսկե գույն գրքեր են, հաստափորս են, հատուկ են, հիմա էլ նկատած կլնես, այդ շատ հարուստ մարդկանց կամ այն որ հիմա նաև մոդա է անգել կաֆեներում, բաներում, այդ պրեստիժը, որ ինչ որ գեղեցիկ գրադարան է, որ նույն սերիայի գրքերը Իմիջայլոց պրինցիպի կարային բոլորը նույն գրքերը դնեին, նույն գիրքը կարային բոլոր տեղերը դնեին։ Ինքը ոչ կարդացվում է, ոչ բան, ինքը միշտ sense դեկորի մասը է, այսինքն ինքը ցույց է տալի ինչ որ կարգավիճակ, հատկապես սովետի ժամանակ դա շատ բան էր, որ սովետական միջին խավը հերոստացույցները նոր էին հելե բան, բայց ոնց որ սովետական միջին խավի ընտանիքը այդ ոնց որ որովհետև նաև հանրակրթություն էր տալի մասսական անգրագիտություն հաղթարում էր, տունը պիտի լիներ այդ ոնց որ ստենք են բանի գրքերով գրադարանը դե ռաֆիներ գնում դերչյաններ գնում փողունային դաշնամուր բան այսինքն ինքը սիմվոլ էր իդե բանա Պիեր Բուրդյանը լավ խոսում է թեմաներով ֆրանսիացի սոցիոլոգ որ այդ ոնց որ միջին բուրժուայի կամ միջին այդ կապիտալիստի մարդու կամ սովետի դեպքում այդ միջին խավի մարդու հա այդ բաններ էլի այդ իրա ինժեներ էլի բարեկեցության սիմվոլներից մեկն էր որ ոնց որ կրթություն իրենք ստացել են, իրենց երեխեքը կրթություն ստացել են, համալսարանում ապրեստոնը պիտի գրադարան լինի, որպես ոնց կարային դրա փոխարեն կարային մի հատ բան ցուցանակ կպցնեին, գրեին ես գրել կարդալ գիտեմ, որտեղ ոչ մեկ չէր կարդում այդ։ Այո։ Ոստեղ այդ Պատրիկյանը որ առավոտը մտնում է բանի մոտ, այդ Աղամիրով Դավիթ Ֆոմիչի մոտ, այդ լենդլորդի մոտ փաստացել, այդ տանտիրոջ մոտ այդ հարուստի մոտ, որ ասում է մի քիչ էլ ձգեն, ասում հա դու գրող ես, պաստորեն, բայց ասում գիտեմ որ հույս չկա, որ այսքան մեկա ձգում։ Բայց մի քիչ է կձգել։ Ոչինչ գնա բան են, որ տենց ոնց որ գիտես ոնց այն որ շատ չի վռնդում չի անում լավ, տենց շատ վատություն չի անում, բայց տենց ոչինչ ասում լավ դե։ Ասում ես իմ համար բան եմ գծել, դա էլ է հետաքրքիր բան, ասում ես ստրատեգիա ունեմ, էլի գծած, ես ասում փորձ ունեմ, էլի, ինձ չի որ անիմաստ եմ ասում, էլի, այդ նմանների փորձ ունեմ, ոնց որ արդեն ինչ որ խավերի է ինքը բաժանել իր համար մարդկանց ու տեսքից բանից արդեն ենթադրում եմ մարդիկ կան ովքեր բանը and մարդիկ կան ովքեր վճարում են, մարդիկ կան ովքեր չեն վճարում, ովքեր չեն վճարում, տենց էլ չեն վճարելու, պիտի հանես վադանես։ Այո։ Բանը էլի մաքուր բաժանել է մարդկանց երկու մասի, մոտավորապես մնացած ամեն ինչ իրան համար այդքան էական չի, ու այնտեղ նաև ինչ է օրինակ է բերում ինքը, շատ sense տպավորվել է մեջս, որ ասում է դե ես էլ Նես չի այդ փողը ոնց որ ինձ տալիս ես այդ իմ համար ոչ մի բան է։ Ես էլ լիքը տեղեր բանկերին պտիտ նման, իսկ իրանք ասում են մի քանի օր չեն սպասում ու այդ ժամանակ ասում է բանը Պատրիկյանը ոնց որ մտքի մեջ ասում է գցես բռնած ասում է այդ իմ 3 ռուբլին այս մարդունից ինչ պետք է անի էլի որ տենց բանը ասում։ Ընդ որում բողոքում է էլի Պատրիկյանը ասում է ոնց որ ասում է իմ դրության մեջ եմ մտեք, ասում է մի մեջբերում եմ, ասում է ես ուսուցիչ էի գավառում, կառավարությունը փակեց մեր դպրոցները, այժմ ես անգործ եմ, ուզում եի գնալ արտասահման ուսումը շարունակելու, դիմեցի մի քանի բարերարների, մերժում ստացա ոնց կրթաթոշակ չեն տվել էլի հետո ասում մտա վաճառականի մոտ իբրև գործակատար հույս ունեի թե խնայողությունը այնքան կամակ է որ կարող եմ ձգտումս իրագործել, բայց հիվանդացա, խնայած փողերից ծախսեցի, հիմա էլ ոչինչ չունեմ սոված եմ անեմ գալիս էլի քաղցած եմ ասում էլի տենց ու այդ Դավիթ Ֆոմիչը ինչ ասում ինձ մի պատմի այդ թեմաները ասում դուք կրթված մարդ եք ձեր անձնասիրությունը բանը պատիվ է էլի ինքնասիրությունը էլի փողը չես անձնասիրությունը այո անձնասիրությունը ինքնասիրությունը ասում չպետք է թույլ տա որ ուրիշին պատմեք ձեր մասնավոր կյանք ասում ես էլ այդ քո ասած ես էլ հազարը մի ցավ ունեմ դարդեր ունեմ այո ասում եք մի քանի օր, համեցեք մի քանի օր, կսպասեմ։ Միայն ես չեմ հասկանում, թե որտեղից դի կարողանաք վճարել, քանի որ ասում եք, որ ոչինչ չունեք ու անգործ եք, էլի։ Հետո որ ասում հա դուք գրող եք, ասում չի կարելի ասել գրող, բայց ինչ ես գրում, ասում այդպես բաներ։ Այդպես։ Համեստ էլ տղա է, համաչում էլ ասի, որ գրող է կամ ինչ որ բան։ Հետո դուրս գալի միջանց կնիկն է թռնում դեմքին, ասում հա փողը չես տալի, էլի փախած ես, ման գալի մարդուս համբերությունն ու ոնց որ բարությունը չարաշահում ես։ Այո։ Ու հետո կարա շարունակես, հետո Այ մի խոսքը Պատրիկյանը հելնում է քայլելով տենց չգիտի ինչ անի արդեն բան ու Սովասարավ ցրտին գնում է խմբագրատուն ինչ որ խմբագրություն է որը թերթ է տպում
որի համար ֆինանս չկա։ Ինքը թղթակից է թերթի, ինչ որ հոդվածներ է գրում։ Թերթի, բայց ուզում գումար չկա, ոչ մեկ փող չի աշխատում այդտեղ։ Բոլորը գնում են, տենց աղքատ սոված նստում են, լացում են ու անընդհատ գրում են։ Գրում են, որ այդ թերթը չմեռնի, ոնց որ հույս ունեն, որ մի օր այդ բան կլինի։ Ոնց որ հիմա պատկերացրու ես ու դու այս չարքաստը մտածած լինենք, որ ինքը պետք է մեզ պահի։ Մոտավորապես այտենց է իրավիճակը, այսինքն այս պահին ընդհանրապես փող չի բերում կամ բերում է այնքան փող, որ թեյ կարաս խմես, հազիվ ու հույսներս, ընտանիքներիս հույսը, ամեն ինչը այս չարքաստի վրա է, մոտավորապես նույն իրավիճակում էլ կհայտնվենք մենք, ինչ որ հայտնվել է Պատրիկյանը, որովհետև ռեալ չի, էլի, այսինքն դրանով ոնց որ ոչ մի ռեալ գումար չկա։ Իդեպ ստեղել է Նարդոս այդ հնարքը կիրառում, այդ ոնց որ աղքատ լուսանցքային կյանքից դուրս մնացած մտավորական մարդու, հա, այդ վարժապետի, գրողի, թերթի թղթակցի ու կյանքի մարդու։ Ուղղակի ստեղ եթե այնտեղ կյանքի մարդը այդ Շամիրյանն էր, որ արդեն դզված բոզատիր եւ այլն, ստեղ կյանքի մարդը այն բանը գնչուկ հերյակինն է, որ այդ դախոտնի տան հայաթում բանը կողպեկներ բաներ ավաճառում, ընդ որում այդ Աղամիրով Դավիթ Ֆոմիչը ասում չես ամաչում, այն կնկնիկը սաղորը ինչ որ փողոցում նստած կողպեկներ ավաճառում, բայց առանց ուշացնելու ռեժիմով ինվեջարը տալիս է մի 6 հատ երեխա է պահում, էլի, այսինքն եթե այնտեղ այդ բանն էր, ոնց որ այդ Բագրատ Ամիրյանի մեկ էլ այդ Շամիրյանի բաններ, այդ հակասություններ, այդ հակադրություններ, ստեղ ոնց որ այդ բանի ստեղ արդեն այդ հերյակնոջ ու Պատրիկյանի հակասությունն է, էլի, որ այլի այդ նույն վիճակն է, մարդկին է, էլի, որ այդպես բանմանա ծախում ապրում է, վարձը տալիս է, ու խի, որտեղ այդտեղ ասում է, այսօր չեկար տակջուր վերցնել, ես քեզ տակջուր կտա, որ չայ խմես, ասում է դե շաքար չունեմ, ասում է մի ամաչի, ոնց որ շաքար էլ կտամ, էլի։ Հա, կտամ, կինն է ասում, հերյակին է ասում։ Այո, ասում է կտամ, հա, այդպես հա, այսինքն ինչ որ բան կա, էլի, նկատի ունեմ այդ ներքևի խավը ավելի բան է, էլի, էմպաթիան ավելի մեծ է, իրար պահելու բան, այսինքն նաև գնահատանքի իմաստով, էլի, այսինքն այդ կինը ոնց է, ինքը նայում է, որ ինքը ոնց որ տանջվելով բանով ինչ որ բան է աշխատում, այս մարդն ոնց որ ասում է կրթված է բան է, էլի, դուրը գալիս է, այսինքն հասկանում է, որ այս մարդը ոնց որ պետք չէ որ մեռնի, էլի, չունի այդ բանը, որ օրինակ ինչ ունի Ֆոմիչը, որ ոնց որ ախպեր դե մեռնում ես, մեռնի։ Հոտ չկա, էլի, շենքիցս այդ է թեման, էլի, այսինքն օքեյ, գիտի որ աղքատ է, բայց գիտի որ ոնց որ հարբեցող չի, խուլիգան չի, արժանի չի վատ կյանքի։ Այսինքն այդ անցալումը, որ կրթված մարդը, դաստիարակված մարդը, զուսպ մարդը, Պատրիկյանն է, այդ կերպար այդ ազգանով էլ ինքը արժանի չի վատ կյանքի, ու այդ կինը որ այտենց կյանքի կինա ոնց որ այտենց կնիկ մարդ է։ Ավելի էմպաթիայով է նայում։ Հա, ասում է կտայ տակջորը կտայ շաքար տեք մի նեղվի։ Այդտենց հասկանում քո վիճակը, ես բանը չեմ էլի, որ Դավիթ Ֆոմիչը ասում է մենք փողի կարիք ունենք էլի բանը, որ այտենց ինչ է ստացվում։ Էլի ինքը իրավիճակը ու ինքը ասում է ոնց էր ասում, ասում էր ազնասիրությունը թարգի խես է կես դե լացում, ես է կարամ լացեմ, ես է բանը։ Այդ իմիջիալոց տարածված բան է, այս գիտես, այն ներքևից վարձացած մարդիկ հաճախ մոռանում են այդ ներքևը։ Շատ տարածված բան է, էլի, ես շատերի հետ շփվում եմ։ Ես օրինակ գրականության մեջ եմ շատ տեսել նաև, հատկապես այդ գեղարվեստական գրականության մեջ, որ իրանք ոնց որ մաշկով ատում են։ Հա, զզվում են, էլի, հա։ Որովհետև ոնց որ այդ երևի թե այդ մարդիկ հիշեցնում են իրանց։ Հա։ Ու իրանք փորձում են անընդհատ դիստանցավորվել։ Հետո բացի այդ որ իրանց մոտ ստացվել է, այդ հասարակ ստատիստիկ հաշվարկներ չունեն, էլի, որ իրանց նմաններից, հա, իրանց նմաններից քչերի մոտ է ստացվում։ Փաշինյանը որ անընդհատ բողոքում է, որ ասում է ձեր աղքատությունը ձեր գլխում է։ Արասոպը տաղամարդը կգա ինձ կասի, ես չեմ կարող ընտանիք պահեմ, ամոչես, հետո պարզվեց այդ մարդը բաներ էլի, ինվալիդ էր չէր կարող։ Չէ, բացի այդ որ ասում է աղքատությունը ձեր գլխում է, կամ որ ասում է դե ես էլ եմ 0-ից գնացել, սաղ կյանքս աշխատել եմ 14 տարեկանից։ Հա, նաև այդ ուտրոկը կա։ Ասում է դատված եմ եղել, նստած եմ եղել, չարքաշ բանը ունեցա, այդ բանը կա, գիտես, որ եթե քո մոտ ստացվել է, եթե դու ոնց որ դուրս ես եկել այդ վիճակից, այդ սոցիալական լիֆտը հաղթարել ես, դու ոնց որ արդեն մնացածին ով քո չի հաղթարում, ասում ես դե ախպեր, դե եթե ես կարացել եմ, դու չես կարացել, ուրեմն դա քեզնից է։ Դու ես դեբիլ։ Դու ոնց որ համակարգի, հա, նայեք, մենք չենք մերժում են, որ նույնիսկ համակարգի պարագայում անհատի ջանքը կարևոր է, այսինքն անհատը այդտեղ իր
սուբյեկտություն ունի այնքանով, որ ինքն է մեկ է իր կյանքի տերը։ Բայց համակարգային սահմանափակումներ կան։ Օրինակ հիմա այս մարդը հայոց լեզվի ուսուցիչ է, վարժապետ է, կամ գրող է կամ եւ այլն, որ գալիս է այդ խմբագրություն, դες հելելա դուրս չայ չի խմե, սոված ծարավ, գնա խմբագրություն, ասում գանում դե տակ կլինի։ Բանը, դա խմբագրություն մի հատ աշխատող լրագրող ալնում, ասում դե մեր թերթը չի ծախվում, գործը առաջ չի եթում, ռուսական թերթերն են լավ ծախվում։ Հայկական թերթերով է նայում, ու ստիպված ինչ են անում, ռուսական թերթերն առնում, թարգմանում են այդ թեմաները, որ տենց, այսինքն եթե օրինակ նախորդ պատմվածքում այդ Ամիրյանի տրագեդիան, որ ասում հայկական բան արեցին, չէ՞, դե ոնց որ փող չէին տալիս, պետությունը չի ֆինանսավորում բան, կամ այստեղ օրինակ էս բանը Պատրիկյանը, որ աղամիրով Դավիթ Ֆոմիչին, որ ասում է, դե մեր դպրոցները փակեցին, փողեր չեն տալի, բան էս կոմենկոն բորտինը մնացել, այսինքն հայերենի կարգավիճակը, հայերեն կրթությունը դպրոցները ոնց որ դուրս մնացած են, այդ մարդը ոնց որ այդ համակարգային սահմանափակումների զոհ է դարձել, ջոկում ես ոնց ինքը տեղ չունի դրսևորվելու։ Նույն ձևը, եթե նույնիսկ թերթում ինչ-որ բան մնաճարի, այդտեղ էլ շատ չկա, այդտեղ ռուսական թերթեր են լավ ծախում։ Հարգին ռուսական թերթ են, հարուստները ռուսական թերթեր են կարդում բան։ Այդտեղ Ջոփինյանի բանն է կա, որը հատուկ անունը փոխել է ինչ-որ ռուսական ոճով, որ ծախվի այդ երկիչը, որ այդպես օպերայի երկիչը գայս է։ Գնում է հայ, միջալոց մինչև բանը մոռացանք այդ հատվածը, մինչև գնալը խմբագրատուն, ինքը գնում է տենա գրախանութում կարող է իր գրքերից ծախվել է, մի բան ոնց որ այդ էլ լավ, այո։ Հա, գնում է բարձվա որ մի երկու գիրք ունի, էլի, տպած մի գիրքից ընդհանրապես չի ծախվել ու մի գիրքից էլ 3 ամսվա մեջ 5 հատ է ծախվել, ինչ որ 2 ռուբլի քանի փող են տալիս, ջոկմա որ ոչ կարա հաց ուտի նորմալ, ոչ այդ մարդկանց փողը տա ու այդ բանը նաև ոնց որ ես քանի որ ոնց որ գրողել եմ 2 գիրք եմ տպել ու էլի տենց մի 5 հատ է ծախվում էլի քանի ամս մեկ ու այդ բանն էլ կա էլի, այսինքն որ բան չի փոխվել Եթե բանն է կա, չէ՞, ասում եմ ռուսական գրքերը, որ հա, ոնց արտասահման գրքերը դեմը հա, ասում եմ դրսից մի հատ հետայած գցեց դուրս գալուց հետո, ասում եմ նայեց ռուսական գրքերը սենց սիրուն մեծ բանով շարած էր, հայկական մի քանի ասում եմ տենց գրքույկները սենց ասում եմ միտեղ գցած էր, որ եթե ուզենաս չես գտնի, հա։ Այդ բանը էլի ռուսերեն բառ պետք է ասեմ, պրոստը հայերենը դրա չեմ կարող լավ գտնեմ, էլի, այդ պանի բրացտվա։ չեմ կարող ասում։ Հա, այդ պանի բրացտվան, որ կա հայկական մշակույթի, հայկական, չգիտեմ, հայոց լեզվի, այդ ամեն ինչի նկատմամբ որ կա, ես ուղղակի չեմ կարող հասկանամ, անկեղծ եմ ասում։ Ես ինքս այնպես չի որ դպրոցում շատ լավ եմ հայերենը սովորել, բայց իմ համար օրինակ անհասկանալի է, որ մինչև հիմա մարդիկ ասենք օրինակ տրանսլիտով են գրում, թքած ունեն։ Ես օրինակ կարող մեր պրոյեկտի իհարկե բան չվերանբար չհնչի, պաթոսով չհնչի, բայց այս մեր պրոյեկտի փիլիսոփայությունը ոնց որ նպատակներից մեկը նաև այն էր, հատկապես օրինակ նախորդ գործը, որ այտենց բան դարավ, այդ ոնց որ արձագանք ստացավ Շիրվանզադեն, որ ցույց տակ ոնց որ մենք էլ պակաս Տուրգենև, Դաստևսկի կամ Չեխով չունենք գրողներ։ Ավել գրող չեն միգուցե կամ երկրորդ ձեռքի գրող են, օրինակ շատ, չգիտեմ, բաներ կարող է լինեն, օրինակ ինտելեկտուալ մարդիկ կան, որ ասեն, դե հենա համաշխարհային գրականություն կա կամ ռուսական գրականություն, մեր երկրորդ ձեռքի գրողը, էլի։ Բայց ոնց որ մենք պետք է հաշվի առնենք, թե այդ մարդիկ ոնց որ ինչ միջավայրում են ստեղծագործել, լեզուն շատ կարևոր է, էլի, այսինքն հայերենը ինքը փոքր լեզու է, փոքր շուկա է, այո, միջավայրը այդ մարդիկ մոտավորապես սենց են։ Մի բանակայացության գրող, մի բանակայացության ռուսալեզու գրող լինես, ռուսագիր ազնվական լինես, չգիտեմ, Տոլստոյ լինես, Չեխով լինես, Դաստևսկի լինես, չգիտեմ ով լինես, մի բան ասենք գավառական գրող լինես, ու երբ որ նայում ես, ասենք ստարտային պայմանները ընդհանուր միջավայրը այդ environment ասված էլի, հա, ու ինչեր են արել ժամանակին, ասենք նույն Շիրվանզադեն, Ռաֆին, չգիտեմ, Նարդոսը եւ այլն, դու այն որ տենց ուզես չուզես ակնածանքով ես լցվում այդ մարդկանց հանդեպ, էլի, ու առաջինն էլ որ Աբովյանով սկսանք, հենց այդ ոնց որ այդ բանը միշտ կա, էլի, մեր բանը, ոնց որ նաեւ դրա մասին է, էլի, մեծ մասամբ հենց դրա մասին է, որ Այս ու մոտավորապես կարաս իմանաս այսինքն ոնց են ապրել այդ մարդիկ, ովքեր ստեղծել են, իհարկե այստեղ միանգամից նկատում ես, որ այս մարդը նաև ինչ որ իմաստով բան իր մասին է գրում։ Ինքնակենսագրական տարեր կան, էլի, փորձառություն։ Նարդոսը երկար տարիներ աշխատել է այդ նոր դար բանում, ամսագրում, ինքն էլ խմբագիր է եղել մի շրջան, սկզբում ուղղակի թղթակից է եղել ու շատ նման է այս բանին, էլի, այսինքն իրանք էլ այտենց մի լավ չեն ապրել, էլի։ Ու այդ բանը, որ ես չեմ կարողանում հասկանամ, մի տեսակ կամարանք կա, երևի մի բանի բրասում հայերեն, կամարանք կա, հայերենի, հայկական գրականության, ընդհանուր ամեն ինչի նկատմամբ, ինչը հայկական է, ինչը իմիջիայլոց
կայսերապաշտական, կայսերական մարդու հիմնական բաներից է։ Հետո կհիշես էլի մի հատ լրիվ ուրիշ կողմից օրինակ եմ բերում, հայկական տարը, որը հայտնի է դառնում, օրինակ Ռուսաստանում, Հարստանում, բան այդ կավեն ասվածը, որը ամբողջությամբ ներծծված է հենց այդ շովինիստական ռուս շովինիստի հայացքով դեպի հայերը օրինակ կամ ընդհանուր այս Կովկասի կամ այս ներքևի անդրկովկասի Այդ օրիենտալիզմն է, էլի, այդ օրիենտալիզմը ասվածն է, էլի, ոնց որ կայսերական այսինքն մոտավորապես եթե ու իշխվողը այդ երբ որ փորձում է բարձրանա, ինքն էլ այդ հայացքը պարտավորա վերցնի։ Գիտես ոնց է, այդ Սենեկայի մոտ կար, այդ կարող ասույթը լսած լինես, որ ասում էր ստրուկը ոչ թե ազատություն ուզում, այլ սեփական ստրուկն էր, բայց այդ ասույթը այդ իրական է, բան չի, կեղծ չի, էլի։ Ինքը փիլիսոփայությունն է, որ ոնց որ ստրկատ իրական համակարգի փիլիսոփայության ու լոգիկայի մեջ ազատ մարդը, ազատ մարդը ստրուկներ ունեցող մարդն է։ Այսինքն պատկացա դու ստրուկ ես, ստրկատիրական համակարգում ես ապրում, կան ստրուկներ ու կան ազատ մարդիկ։ Քո տեսած ազատ մարդը ստրուկ ունեցողն է, քո տերն է, նայ, քո տեսած ազատ մարդը քո տերն է։ Ու երբ որ ասում են, որ ստրուկը ոչ թե ազատություն ազում, այլ սեփական ստրուկներ, դա ինչ չի, որ ստրուկի հոգեբանություն կա։ Այլենա, որ այդ համակարգի մեջ ազատ մարդը ստրուկ ունեցող մարդն է, ու երբ որ ստրուկը ասում է ոչ թե ազատություն ազում, այլ սեփական ստրուկներ, ինքը հենց ազատություն ազում, որովհետև այդ համակարգի ազատությունը ստրուկներ ունեցողն է։ Ու այդ օրիենտալիստական հայացքը, այդ կայսերական վիճակը, այդ ոնց որ ռուսերեն խոսալ հայերենին հեգնանքով նայելը, հայկականին հեգնանքով նայելը, հայալեզու գրականությանը, մշակույթին հեգնանքով նայելը, դա բանն է, այսինքն հենց այդ հայացքն է, էլի, այ դու ոնց որ դու պետք է քեզ ոնց որ դնես առաջի սորտի տեղ, թեև դու երբեք էլ առաջի սորտ չես դառնալ կայսրության բանով, դու միշտ երկրորդ սորտ ես լինելու։ Այդտեղ բանն էլ, հա, Շիրվանզադեն էլի միջայլոց, այդտեղ մի հատ բան ուներ, Շիրվանզադեի մոտ այդ մի հատ պատմվածք ուներ, որը կոսմոպոլիտ էր կոչվում, որը էլի մի հայի մասին էր, ով որ հարուստ հայ էր ու որը փորձում էր ամեն կերպ ոնց որ հայի տեղ չգնար, էլի։ Կոսմոպոլիտ էր իրան համարում էր, որ ազգեր չկան, էլի, ոնց որ էդ էլ է հետաքրքիր թեմա, էլի, որ ճնշված ազգը շատ հաճախ կարող ասի, դե ազգեր չկան, բոլորս հավասար ենք, բայց ուժեղ ազգը հեչտեն չի մտածում, ու հենց այդ պատմվածքի մեջ այդ բաները երևում է, էլի։ Բայց այս փորձենք ավարտել, այո, փորձենք ավարտել բանը։ Վերադառնում եմ, սկսում եմ դրա մասին հոդված գրել, էլի, այնտեղ իրան նման էլի խմբագիրներից մեկը, էլի սոված նստած է, 3 ամիս աշխատավարձ չի ստացել, նստում են ու սկսում է ինքը գրել է դրա մասին, որ ծանոթներիցս մեկը գրող է ժամանակակից, որին ասում է իմիջիալոց բարձր են գնահատել շատ կարևոր շրջանակներում, բայց վերջին 3 ամսվա ընթացքում վաճառել է 5 օրինակ գիրք ու այդ մասին ոնց որ սկսում է հոդված գրել ինքը, այդ սոված ծառավ բանը, մրսած, այդտեղ այդ մրսենն էլ է շատ էական նշանակություն։ Իդեպ այդ մրսելը բանը հիշեցի, Սարոյանը, մի թույն պատմվածք ունի, ցորտ օրերից մեկը, որ սենյակում նստած ասում է այդ բանը, այդ բաներով էին դե տպում, այդ անունը չէ։ Ասում է յուղը չորացել էր մեջը սարել էր, ասում է դե որակով յուղը չունեի, որ ձմեռը չսարեր, փաստորեն ոչ թե մենք մաշնի յուղեն են դեռ սարում, այլ նաեւ այդ բաներ յուղեր, էլի։ Ու այդպես թույն շատ լավ պատմվածք ունի, հայերեն հրաշալի թարգմանություն կա, նաեւ աուդիո գիրքը կա, այդ ցորտ օրերից մեկը, որ ասում է, դե ես ասում եմ, նստած ցորտ օրեր, այդ ցորտ օրը ճիշտ մտածում էի կարող գիրք միրք վառեմ, ես վերջերս մի հատ լավ գերմաներեն գրաբան է յարել, բառարան է յարել, հաստ ասում եմ լավ կվառվի, հետո ասեցի լարա, բայց լավ ափսոս է դա այդ ցուրտ օրը, այդ որ խմբագրությունը մրսում են բանը։ Այդից էդի ցուրտ օրն է, էսի նեղորերից մեկը, էլի բաները կա, էլի։ Ու վերջը բանա, ինքն նստում են մրսում են բան, ուզում են մի բան գրեն, մի բան անեն, վերջը ֆորում է այս բանին, այդ վերջի դիալոգը կարամ կարդամ, ֆորում է այդ հաշտողը ասում բանը, ասում այդ սոված ծարավ ցրտին նստած են բան, մեկ էլ ինչ է ասում է ֆորմատ են մայլ ճարջ չկա, ասում է եւ Պատրիկյանը դիմեց դեպի դուռը, մի րոպե կանգ առավ նախասենյակում, ինչ որ անվճռականության մեջ, մեքենայաբար թափ տալով ձեռքին բռնած գլխարկը, հետո կամած ետ դարձավ եւ ասաց ավելի կամած, կարծես վախենալով, որ ուրիշը կարող է լսել. Չես կարող ինձ 5 ռուբլի փող տալ։ 5 ռուբլի բաճականչեց քարտուղարը գլուխն արագորեն բարձրացնելով։ Հա, խնդրում եմ, սենյակից վարձը պետք է տամ, թե չտամ դուրս են անում։ Այս րոպեից 5 ռուբլին ինչ է որ ասում է քարտուղարը հեգնանքով էլի շտապով հանեց իր մաշված ջարդված պորտմանեն բաց արեց միջի բոլոր փողերը սև ու սպիտակ դրամներ թափեց սեղանի վրա սկսեց համրել դրամները մեկ-մեկ քաշելով 10 20 35 50 58 60 62 կոպեկ ահա իմ ունեցած ամբողջ կապիտալը թե որ սանեց 5 ռուբլի դուրս գա վերցու տար տանտիրոջը տաշկը կողիր
5 ամիս է ռոջիկ չեմ ստացել, կհավատաս թե չէ։ Մի րոպե Պատրիկյանը լուր նայում էր քարտուղարի աչքերին։ Բա ինչով ես ապրում հարցրեց։ Դու ինչով ես ապրում, եղավ քարտուղարի պատասխանը։ Պատրիկյանը ձեռքով հուսատական մի շարժում արավ, գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս ուղակի խփեց գլխին եւ դուրս գնաց։ Այդ Հանճարեղ վերջաբանն է։ դու ինչով ես ապրում էլի, որ հա սաղասա մի կերպ ապրում ենք էլի, այդ նեղ օրերից մեկն է էլի, որ տենց 90-ականներին երևի է, ոչ տենց բանի պես հիշում եմ թերթերից մեկում 96 թվի վայթե ընտրություններն, հա 96 թվի ընտրություններն, հա հիմնական դե տեխնացուները Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն են, բանն էլ է տեխնացություն դնում, ինչ էր Աշոտ Մանուչարյան։ Ու առաջի անգամ թերթում տպագրվում է, բանում եմ տեսի, առավոտում եմ տեսի, առավոտի արխիվում եմ տեսի, տպագրվում է եկամուտները։ Ով իշխա եկամուտը հայտարարել է։ Աշոտ Մանուչյանը, որ նախագահի տեխնացու է դրվում, 0 եկամուտ հայտարարում։ 0 եկամուտ, 0 ունեցված եւ այլն, էլ լրագրողը հարցնում, թերթում կա այդ բանը, կարամ հետո կտանք մեր մոնտաժող մեր սիրելի Ֆրոնզին կդնի, էլի։ Եթե հիշեմ ու ինքն էլ հիշի լրագրողը հարց է տալի Մանուչյան Աշոտն, ասում է բա դուք ո՞նց եք ապրում, ասում է դե բոլորի պես։ Հիմա էս ասում է բա դե ոնց ես ապրում, ասում է գիտես այս ինչի շացրեց ինձ որ ասեցի վերջում կասեմ այդ Մարկեսի այդ համատությունը, եթե կհիշես գնդապետին ոչ ոք չի գրում կամ այդ գործի վերջաբանը ամենավերջում, երբ որ իրանք ինչա մի հատ ակլոր ունեն կրվող ակլոր ունեն, որը ոնց որ թե ապրուստի միջոց է, թե ոնց որ իրանց ոնց որ միակ բանն է, էլի այդ կրվող ակլորը ունեցվածքն է ու վերջում դեպ որ արդեն հասկանում է որ ոչ թոշակի հույս կա, ոչ մի խոսքով փող չունեն էլ, ոչ մի բան չկա, ուտելու բան չկա, այդ ակլորին մորթում ուտում են սենց ուտելուց կնիկը ֆորմա ասում է ոնց որ վաղ ինչ ենք ուտելու բան ու բանը ասում է ոնց որ հերոսը գնդապետը ասում է ոնց որ բան կղանք այսքան վերջ այդ այս շատ նման էր էլի այդ էլի վերջաբանը որ ոնց որ այդ ավիճակներս հիմա ինչ կարանք անենք այսօրով ենք ապրում էլի ու այդ բանը մի խոսքով էս ընդհանուր եթե սենց փորձենք էս էլ փակենք այս թեման էլ, որովհետև հաջորդը էլի շարունակելու է, գալու է սրան շարունակի, էս ընդհանուր այդ գրչի մարդու, ստեղծագործողի ոչ տենց պրակտիկ գիտելիք ունեցող մարդու կյանքն է մոտ 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբին, էլի։ Ու սրանից հետո գալիս է մի պատմվածք, որը ոնց որ գալիս է Սովետը ոնց ստեղծվեց ու նաև ընդհանուր մի հատ թեմա կունենանք, որ ինչ տիպի այդ բանը դասական այդ հակասությունները, բաները ինչերի դասակարգային հակասությունները, ոնց որ կայսրության փլուզման, սովետի հաստատման, այդ հարուստների ու աղքատների խաղաղային խնդիրների դասակարգային հակասության ոնց որ խտացումն է այս պատմվածքը, շատ ուժեղ պատմվածք է, էլի։ Ոնց էր պատմվածքը Վերնագիրը Աղամիրով Դավիթ Ֆոմիչ, մենք Աղամիրով Դավիթ Ֆոմիչին արդեն գիտենք որպես Պատրիկյանի բան, լենդլորդ, տանտերը, այն հարուստ մարդը, որ ասում էր հա դու պաստորեն գրող ես, մենք էլ փողի խնդիրներ ունենք բան, էլի։ Այսինքն այս Նարդոսի ոնց որ Նարդոսի կոսմոսը այս դեպքում ոնց որ արդեն Աղամիրով Դավիթ Ֆոմիչի կողմից է գրում, էլի, Աղամիրովի կյանքի հայացքով է գրում այդ սաղ պատմությունը։ Ինչ է լինում, այս մարդը ոնց որ քաղաքի երևելի մարդկանցից մեկն է հարուստենից Թիֆլիսի, ունի այդ շատ 5 տուն ունի, տենց տուն ասելով շենք, որը տալիս է վարձով, մեկում ինքը ապրում է իր սիրած ոնց որ տեղում, լավ տեղ է, այնտեղ առևտուրը բան, սենց ուժեղ տեղ է, առևտրական է նաև շատ տենց բաներ ունի, ամեն ինչի մեջ մտած է, քաղաքականության մեջ կա, հայկական թեմաների մեջ կա, այնտեղ եկեղեցու մեջ կա, թեև հավատացյալ չի, բայց այդ հարցով էլ կա, ոնց որ ժամանակի բանն է, էլի, հայկական ֆինանսական ու քաղաքական էլիտան է, բուրժուան է, էլի, հայկական բուրժուա է։ Մի մարդու կերպարով գալիս մեր առաջ, ինչ է ինքը, ունի փոքր ընտանիք, կին եւ 2 երեխա, մի տղա, մի աղջիկ, աղջիկը մի քիչ ոնց որ ասում է հիվանդոտ տեսք ունի, տղան ասում է հակառակը փոքր տղան, ասում է շատ սենց բան մարդ երեխա է, մեծացել, ասում են ոնց որ նորից մորից չլինի, չէ՞, տեսքով։ Հա, տեսքով սիրուն է ու ակտիվ երեխա է ու լավ տենց ոնց որ բան է, ոսկե երիտասարդությունն է, էլի, այդ ժամանակվա հարուստի տղու կյանք է վարում, էլի, ստեղ այնտեղ սկանդալների մեջ, բան, հերը միշտ հանում է մի ձև այդ վիճակից ու Ֆոմիչի կյանքը, որը կարծես թե ոնց որ
արդեն ամեն ինչ գծած էր, այս մարդը ամեն ինչ արել էր, էլի, որ իր կյանքը պետքա տենց միջև վերջ լավ գնար ու հանկարծ սկսում են այդ հեղափոխական շարժումները, բանը, սկզբում հիշում ես այդ հայկականության թեման է շատ ծիծաղելի տենց բան։ Կարա մի կտոր կարդամ, որովհետև շատ լավ կտոր է, ոնց որ ես որ կարդում եմ, ոնց որ այսօրվա կյանքի մասին պատմեի, 20-ի պատերազմի մասին կարդայի, չգիտեմ, 16-ի ընդհանրապես էլի, այդ մեջբերումը, որովհետև շատ ուժեղ մեջբերում է, էլի, ուրեմն ասում եմ, մեջբերում եմ, եկավ աշխարհասասան պատերազմը առաջին համաշխարհային հետ է։ Եվ միակ վնասը, որ հասցրեց Դավիթ Ֆոմիչին, այն էր, որ զինվորական վարչությունը գրավեց նրա ավտոմոբիլը իր պետքերի համար։ Հիշում ես, որ պիկապներ բաներին հավքում է, մոմենտ։ Միվա։ Այդ բանը մեծ ցավ պատճառեց նրան, բայց ինչ կարող էր անել։ Վախ կար, որ որդուն կարող էին զինվոր տանել եւ քշել դեպի սպանդանոց։ Բայց դեմը կարողացավ առնել, դե հարուստ է, չարխերոնի բաներ ունի։ Շտապեց որդուն յունկերական դպրոց տալ եւ բանն այնպես սարքեց, որ նա մինչեւ պատերազմի վերջն էլ մնաց թիկունքում։ Ինքը իբրև անվանի հասարակական գործիչ, այս Դավիթ Ֆոմիչը, ճակատավոր է գրում էլի հեգնանքով։ Մի ինչ որ կարևոր պաշտոնով մտավ քաղաքների միության մեջ եւ իրեն միայն հայտնի միջոցներով ձեռքերը սկսեց լավ տաքացնել։ Բայց երբ պատերազմից է սկսավ փողը, այո։ Բայց երբ թուրքերը Սարիղամի Շարդանի ճակատը ճեղքելով սպառնում էին բռնել Թիֆլիսի ճանապարհը, այսինքն թուրքական այդ էսկադրոնները հաջողություններ էին հասնում, Դավիթ Ֆոմիչն առաջիններից էր, որ Նիկոլայ II-ի հետևից իր ընտանիքով փախավ դեպի հյուսիս, որտեղից վերադարձավ այն ժամանակ միայն, երբ թուրքերը հետ շպրտեցին դեպի Էրզրում, Կովկասյան ճակատը միանգամայն ապահովվեց։ Թուրքերի պարտությունը այնքան էր ոգևորել Դավիթ Ֆոմիչին, որ նա սկսեց եռանդուն մասնակցություն ցույց տալ հայկական կամավորական խմբեր կազմակերպելուն եւ Միհայ Միվոսկի ֆոնդի, այդ վերնագիրն է, էլի Միհայ Միվոսկի ազգ բանակն է համարյա։ Միհայ Միվոսկի ֆոնդի հանգանակության գործին։ Երբ հայերին միանգամայն հիմարացնելու համար Անդրանիկին գեներալ-մայորի աստիճան շնորհվեց, կայսրության կողմից հայերին հիմարացնելու, էլի։ Անդրանիկը զորավար Անդրանիկն է։ Եվ երբ հայերին միանգամայն հիմարացնելու համար Անդրանիկին գեներալ-մայորի աստիճան շնորհվեց, Դավիթ Ֆոմիչը մի փառավոր ընթրիք պատրաստեց իր տանը նրա պատվին։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի իրար հետևից տարած հաղթությունները առասարակ Դավիթ Ֆոմիչը վերագրում է հայ կամավորական խմբերին, բռնել էր թունդ ազգասիրությամբ եւ ման էր գալիս այնպես ուռած փքված, որ ամեն անգամ քանի նայում էին նրան, միտս էր գալիս Կռիլովի վերից վերադարձող Եզան պոզին նստած ճանճի Պարծենկոտ խոսքերը, մենք էլ վարեցինք։ Հարահեղ կտոր ուղղակի։ Շերտերը, այդ հարուստ տղուն բանակից փախցնելը, հետո մտնել չարխերի մեջ, այդ փող աշխատելը, յանի հանգանակություն ավել բանակի համար, հետո այս պատմվածքում պարզվի, որ այդ Միհայ Միվոսկի փողերը բնտե սունդուկում պահածում էր դաժե մեռնելու վախտ այդ Անդրանիկին գեներալ տալը, այդ կայսրությունը որ Անդրանիկին գեներալը տալի, որ լավ է մեր համար կռվել եք, բայց բանը ոնց որ հետո պատիվ տալը, հետո ու այդ հայերի բանը, ես պատմության դասագրքերից եմ հատկապես հիշում, ինքը սովետական պատմագրության բանով գնում էր, հիմա էլ կա էլի, որ այդ հայ կամավորական ջոկատները թուրքերին կանգնեցրեցին բանես կամ այնքան այդ Կռիլովի արակն է, Նարդոսը երբ է գրել էլի այդ Կռիլովի արակը, ասում է Եզի պոչին նստած ճանճը, ասում է մենք էլ վարեցինք, ցանեցինք էլի։ Հա։ Այդ հիշում ես պատերազմի ժամանակ չեմ հիշում ով էր գրել, մեկը գրել էր որ շուխուր եղավ, որ թուրքերն են հենց մասնակցում Ադրբեջանի կողմից, ինչ որ հատուկ ջոկատային կոմանդոս ջոկատների թուրքերը սովորացրել են ադրբեջանական կոմանդոս ջոկատին, բայց նաև թուրքական դե գլխավոր շտաբը դե համակարգում էր ինչ որ ինչ որ թեմա կար, որ անձամբ էլ էլի, այսինքն ինչ որ հատուկ ջոկատայիններ թուրք հենց կան, որոնք կռվում են բան ու չեմ հիշում ով էր հասարակական էլի հայտնի գործիչ էր, բան, որ գրել էր հազիվ մենք իսկական թուրք ենք սպանում արդեն էլի ինքի միջալոց այդ ժամանակ չէր սպանում էլի Երևանում էր ու ես ոնց այդ պահին անգամ ինձ այդ ամբողջ պաթոսի մեջ է ինձ մի տեսակ օրինակ տված այդ միտքը ու հետո որ բանը քեզ կասեմ առանձին ով էր գրել եթե չհիշեցիր հա ու այդ բանն էլ կա էլի այդ որ ոնց որ դիվանային զորքերը էլի այդ ոնց որ իմիջիալոց էլի հետաքրքիր տենց բան կա չեմ հիշում դու կարող ես հիշես էլի ապրիլին չես հիշում ապրիլյանի պատերազմը որ կար ապրիլյան պատերազմը արդեն բրծել էր իշքան Պուզատի հարուստ եւ այլն կար գնում էին ֆոտոսեսիա էին անում
Այն օրինակ Ալեքսանյան Սամվելը բանը տես չգիտեմ խառը ինչ որ տպերը տես Հիշում ես որ Շմայսը սիգարետ էր գցում է բանի մեջ բանը տանգի մեջ սիգարետ էր գցում տանգերը կանգնեցնում էր արա տանգերը հետում են ջոմս պատերազմը հետում են կանգնեցնում է ավտո Սամվել Ալեքսանյանը որ բան էր պլացի վրա ինչ որ կամ ինչ որ մի հատ կամանդիրի մաշներ նվեր տալի բան տես բաներով գնացել նկարվում էին բան էս կամ այնքան Նիկոլենկեն իրաց ջոկատով գնացել Հետո այդ բանկա է այդ սոցիոլոգիայի մեջ տենց է հայտնի բանկա է չեմ հիշում ով է գրել բայց 20-րդ դարը կարծեմ այդ թեման է որ կամաց այդ պատերազմները դառնում են սպորտային իրադարձությունների նման այն մարդկանց համար ովքեր չեն մասնակցում այդ պատերազմներին ու իրանք տնից ոնց որ բան են անում էլի երկրպագում են էլի ոնց որ ուժեղ խփի կամաց խփի սենց արա նենց արա հեսա կրում ենք մենք հաղթեցինք բան նկատած կլինես օրինակ սպորտի մեջ էլ է շատ էական որ ասենք օրինակ Բաքում կարող է երկու հոգի իրար ծեծեն, մեկը Ռեալի ֆանատ լինի, մեկը Բարսելոնայի, բայց ասենք Ռեալն ու Բարսելոնան ու դու այդ բանը, այսինքն դու ուղղակի քեզ մասնակից ես զգում մի հատ մեծ իրադարձության, որին դու իրականում մասնակից չես, ոչ մի տիպի չես ազդում այդ գործողության վրա, ու հետո էլ պարտությունից հետո ես լավ հիշում եմ Ռուսաստանից կարծեմ ընկեր ունեի ում ընկերների հետ էլի տենց խառը միջավայրով ինչ որ տեղ էի գնացել, էլի Ռուսաստանից էին իրանք ու հիշում եմ որ ամոթի զգացում իրանք ունեին, որ մենք պարտվել ենք, որ չէինք սպասում մենք հայերից տենց ժորսս, այն որ ուզում ես sense ուղակի բռնես խեղդես այդ մարդուն, էլի ասես դու вообще ուղեղ ունես մտածում ես, ասենք որ ոնց է միջև ասենք 30 տարեկան ապրել ես դու ես խելքով էլի այդ բաները, այդ ֆանատական բաները ու այստեղ այդ ֆոմիչն էլ էլի, այսինքն որ կողքից կայֆ է էլի, որ հայերը հաղթում են, չէ, կայֆ բան է, չէ, ոնց որ հայերը կրում են բան, այդ ուրախանում եք, ես հիշում եմ մի հատ էլի կյանքից դեպք պատմեմ։ Նարդոսի ասած եզի պոչի ճանճն է, հա, եզի պոչի ճանճի բանը, հիշում եմ մի անգամ որ երիտասարդական խաղն էր ֆուտբոլի, հայերն ու թուրքերը, այստեղ Հրազդան ստադիոնում էր բան, որ հայերը ոնց որ 1-0 կրվում էին, վերջին պահին 2 հատ գոլ խփեցին, կրեցին, ես հիշում եմ մեր այդ ոգևորությունը բան հելանք այդտեղ կողքեր ինչ որ խոտեր վառեցինք բան փողոցը փագե գորգռում ենք բայց գիտենք հայ մեր վրեժը լուծել ենք էլի բայց այդ հələ գոնե իրոք սպորտ է հասկանում ես այդ գոնե հասկանալի է ինչ որ իմաստով էլի դրա հետ բայց որ իր ռեալ պատերազմ որ մարդիկ այնտեղ մեռնում են ու դու նեղվում ես որ ոնց որ լավ կռվեք էլի բան փախան այդ բանն էլ կա չէ որ մնային այդ կարսի թեմայով էլ կա հիշում ես շատ էին ասում է Շուշի պես շուշի պես ասում կարսի ախպեր ասում նենց բերթեր ասում վերևից քար գցեին ապրես ոնց շուշին ազդեցին ոնց շուշին ազդեցին յանի տենց է կարսը ազդեցին էլի այդ բանը հետաքրքիր է այդ ֆոմիչի կերպարի մեջ դնում է այդ սնապարտության այդ բանը ու հետո ինչա ոնց որ էս ֆոմիչի կյանքը ոնց է ընթանում կամած դե ոնց որ այնտեղ հեղափոխություններ է Ռուսաստանում սկսում լինել թվով 2-ը լինում է արագ ու կամած ոնց որ կարմիրները իմանում է որ հասել են Բաքու արդեն Երևան են մտել հեսա ուր որակ Թիֆլիսել են գալու ու ինչա էլի բռնում թռնում էլի ոնց որ իրա ոնց որ սխեմայով բռնում փախնում է բայց չէ կներես տնեցիկին փախցնում է գիտե հա ոնց է տնեցիկին փախցնում է երկրից ինչ որ կարում է հետները դնում է որ գնան այնտեղ հանգիստ ապրեն ինքը մենակով մնում է որ գործերը ոնց որ դե վալիդ չի էլի այդ ամբողջ ունակությունը ամբողջ ունեցվածքը վալիդ չի արագ ծախելու էլի ոնց որ գործերը դեզ ինքն էլ փոկվի էլի այսինքն ընդհանրապես ազգային իդեայի մասին երկրի նարդոս ասма բաներ չէ մենշևիկներին ասма բրիտանացիքին ու ֆրանսիացիքին ոնց որ փողեր տվե որ հենց ծլկելու վախտը գա իրան մի օր առաջ բոլշևիկները բանան են ասма այն որ ծլկելու հա հենց որ մտնելու են մի օր առաջ իրան ասեն ծլկի հետո ասма 2 օր առաջ փախել իրան չէին ասել չհասցրեց մոռացել էին ասեն հա այս աղքյանքը որ սրա հետ ա եղել լավ նրա հետ ա եղել լավ նրա հետ ա եղել լավ նրա հետ ա այս վերջակամ չհասցրեց ու մնաց բոլշևիկները գալիս են Ասում մոռացավ այդ բրիտանացին ասում է վախից մոռացել է փախել էր գալիս են կուլակաթափ են անում այս ֆոմիչի սապոնի գործարան բիզնեսներ բաներ տներ բան սաղ վերցնում են այն տունը որտեղ Պատրիկյանը ֆոմիչի մոտ հավաբնում ապրում էր էդ էլ են վերցնում իր ձեռից ու ֆոմիչը սկսում է ապրել այդ նույն հավաբնում որտեղ պահում էր Պատրիկյանին Չէ, ու հետո տարիներ հետո Պատրիկյանը հանդիպում է այս ֆոմիչի ծառաներից մեկին, աղախիներից տղամարդկանցից մեկին, կառապաններ թե ինչ էր, ու մի լավ թույն դիալոգ կա այդ հատվածը։ Բաներ, այս պատմա էլ էս մարդը, ասում է փիս մարդ էր, փիս էլ վերջացնում է իր օրերը։
20 տարի իր դրան շուններ ինձ արել, տվածը մի զատ չէր, ինչքան խնդրում էի մին օթախ տա, տեղ տա, էլի։ Օղլուշաղս հանեմ պատվալից մեն արևի լույս տենամ, տվա ոչ թե, հա։ Թեքու ռեխանց գալմաղալը գլուխ չունեմ, յանի թո ծակում մնան, աշկից չերևան։ Համի լավ իրան հանեցին, բերին, մկան ծակուրը կողեցին, դե թող համի գնա մեսպեսների ղադրը իմանա, համա ինչ, անցածը, համի որ տեսնում եմ նրան, հավաբնում կուչեկած, խեղճս գալիս է, մի վաղտ հաց հա, ուզում տալիս եմ, հացի կնիշկա չունի, այդ ոնց որ բոլշևիկան հեղաշրջումը եղել է, հեղափոխությունը ամբողջ ընթացքի մեջ է, հարուստների կոլակաթափեն է, ու այդ դասակարգային թշնամությունը դու տենում ես էդի, ասկան իր երեկվա ծառան, ասма էդի գիտես, որ այդ դզված էր ընձի բանի տեղ չէր դնում, բայց ասма դեմա նայում խիղճից գալիս է, մեկ հաց եմ տալի, հացի կնիշկա չունի, դե գիշես դա հեղափոխությունից հետո այդ ռազմական կոմունիզմի բանի ժամանակ քաղաքներում բաներ են տալիս, այո, տալոններով են տալիս, էլի։ Այդ 90-ականներին էլ այո, տալոններով են հացի տալոնները ոնց որ գիտեն, էլի, հա, ինչը։ Ու այդ բանը ի վերջո ոնց որ ինչ բան է այնք էլի գալիս, որ այս ֆոմիչին ես ինչի վրա էի էլի ուզում շեշտադրում անեի, որ ոնց է սկսում է գալ այդ Պատրիկյանի տունաշուրջը, չէ, գալիս բան։ Կողեշենկը, հա, ոնց էր, այդ Պատրիկյանը ինչ որ այն մեր հայտնի Պատրիկյանը, ինչ ամուսնանում է, դզվում է, մի քանի տղա է ունենում գործերը, սկսում է դասատ ուսուցչապետություն անել, Կողեշենքում է տեղավորվում։ Այնտեղ արդեն իհարկե նաև սովետի գովքը կա, այո, տղեն բոլշևիկա քաղաքացիական պատերազմում մահացել է, մյուս տղեն էլ է բոլշևիկ, փոքր տղեն էլ է բանը, կոմերիտական եւ այլն, այսինքն ֆուլ այդպես գաղափարական բան են, դասակարգային գաղափարական բան են։ 30 թվին է գրվեի միջանից, որ ընդհանուր բանը պատկերացնեք, այո։ Ու հետո նաև Նարդոսի իհարկե հատորները ինքը բան էր, դե այտենց Թիֆլիսում էր լավ կարգավիճակ ստացել որպես գրողների միության անդամ էր նաև Հայաստանի կաղանդաժը խորհրդային միության ինչ որ հատորներն էին տպվում 30-ականներին անընդհատ ինքը այտենց դասակարգային գրող էր էլի այտենց ոնց որ այտենց Պանթեոնի մաս էր էլի իսկական այն գրողներ, որը սովետին պետք էր էլի ոնց որ այո ու բանով հենց սեփական փորձառությամբ բնած չի կեղծել էլի հա չէ բան է էլի ես ասեմ մաքուր ռոպագանդա չի բայց այդ կողմից հայացքա թեև Նարդոսը եթե անկեղծ լինենք ինքն էլ Ֆոմիչին ոնց որ մեղքում է, նենց չի որ ասեմ։ Օրինակ դու որ կարդում ես ինչքան ավելի բարձր է պահում, էլի, այս ցուցատալի որ իրանց դասակարգը ավելի բարձր է իրան պահում այդ Ֆոմիչի նկատմամբ, որովհետև կարային տայն ուղակի սպանեին, էլի, ասում։ Նույն այդ Պատրիկյանի կերպարը, որ ասма դե բաներ, ասма դե բերում էինք հաց էինք տալի, ջուր էինք տալի, կնիկս կերակրում էր բաներ անում, այտենց թեև օրինակ Պատրիկյանը մինչև կյանքի վերջ ատելությամբ էր լցված, դա մի էպիզոդ կա, որ կարդակ կտենակ ոնց է Պատրիկյանի փոքր տղեն կռվում Ֆոմիչի հետ, ու նաև վերջաբանը կարդամ ու կարան կարդենք քննարկենք նաև եթերը ավարտենք, որովհետև երկար տևեց, ու վերջաբանը սենց է, էլի, ասма հա ու մի օր գալիս են տենում են բանը Ֆոմիչը կաթվածից մահացել է թերթա ձեռը լինում թերթում գրած է թերթում անուն է լինում որ իր տղեն որ փախել էր Ֆրանսիա փորձում են ինչ որ սովետում բան անեն ինչ որ ներխուժում անեն հեղաշրջում անեն եւ այլն անեն կադետների հետ սպանված է լինում այդ դրա կաթվածից մահանում է Մի բանը կիսը դեմից բանը մի կեսը տանում է հետո այտենց աղքատությունից արդեն հիվանդանոցում բան մահանում է ու սենց ավարտում բան Նարդոսը պատմվածքը Ֆոմիչի էլի դարաշրջանի ավարտ է ինք իրականում շատ ուժեղ հատված է դրա համար եմ կարդում էլի այսպես ապրեց եւ այսպես մեռավ մեկը հին աշխարհի այն վերջին մոհիկաններից որոնք նոր կյանքի ասպարեզից դուրս նետված ամեն օր միևնույն ժամին հավաքվում էին հասարակած այգու խուլ անկյունում խոսելու անցած գնացած օրերի եւ գուշակություններ անելու եկածի ու գալիք օրերի մասին դե որտե Ֆոմիչի միակը չէր ոնց որ այդ շերտից որ անգել էր ցած ու տենց այնտեղ Նարդոսը պատմում որ այգում հավաքում տենց մի հատ ինչ-որ գնդապետ կար մի հատ ինչ-որ գեներալ կար առաջին էլ բան խոսում էին էլի այս Ֆոմիչը այդ ոնց որ իսկական այս դարաշրջանի ավարտն է այդ հեղափոխությունն է դասակարգային փոփոխությունն է նոր կարգերն են ներքևի մարդկանց վերև հելնելն է կրթությունն է եւ այլն ու այդ դրանից դուրս մնացած Ֆոմիչը որ տենց հասցնում է տնեսքին փախցնում է բայց ինքը չի հասցնում փախնի ինքը իր աշկով տենում է ոնց որ այդ բանն է էլի այդ համ կուլմինացիան է համ էլ գիտես ինչ պահ կա այդտեղ որ ինքը որ չի հասցնում թռնի այդտեղ այդ ոնց որ ճակատագրի հեգնանքն էլ կա էլի իր աշկով սախտել այն երկու անգամը որ բան չէր լինելու ինքը հասցնում է թռնի բայց որ ռեալ այսքան եկավ այդ իր վերջը ինքը չկարողացավ փախնի ու ոնց որ ինչ որ իմաստով նաև այդ կարմատիկ բան է էլի կարմա կա որ ոնց որ ինքը այդ ում որ տանջել է ստիպված է մնում է իրանց հույսին էլի հետաքրքիր բան էր էլի ասենք ընդհանուր որ նայում ես
իմ համար ինչն է էական, էլի, մենք հիմա մեր ժամանակներում որ ապրում ենք, այսինքն մենք ապրում ենք կապիտալիստական հասարակարգում ու մեր նման մարդկանց համար օրինակ մի քիչ բան կարա լինի, ոնց որ օրինակ անձնական մարդու ունեցվածքի կորուստը, ոնց որ ծանր տանես, էլի, դու քո վրա ես վերցնում, էլի, ես մտածում ես, ասենք օրինակ դժվարության բան ինչ որ բան ես հասնում, տուն ես ունենում, չգիտեմ, շատ բան չեմ ասում, էլի, հələ Մի թեթև ինչ որ տուն ես ունենում, ես ինչ ես ունենում, դու արդեն սկսում ես, ասենք մտածում ես, բա որ տենց բան, ասենք տունը ձեռիցը տառնեն, չգիտեմ ինչ անեն, էլի, ինչ որ ապրոստի միջոցը ձեռքիցը տառնեն, բան, ու կարծես թե օրինակ մեր մոտ նաև ինչ որ իմաստով իմ մոտ օրինակ առաջացավ որոշակի կարեկցակ այդ ֆոմիչի նկատմամբ, լավ վատ ոնց վատ մարդ էր, բան չունեմ ասելու, բայց ինքնիանով էր հասել, էլի, չի ասի։ Բայց շատ վատն չէր, օրինակ այդ Պատրիկյանի կտորում կա, որ ասում լավ դե, հա, օքեյ, չես տալու, բայց գնա, հա։ Մի քիչ որ բան աներ, մի քիչ որ ոնց որ վիրավոր էր բան, կթողեր ապրես, այսինքն այդ սատանա չէր, էլի, ոնց որ։ Օրինակ մեր մոտ որը ինքն իրանով այդ Նիկոլի ասած այն որ աղքատությունը քո գլխում է, ինքն իրանով իր բանին հասել էր, ասում էր ախպեր, դե որ վատ եք ապրում, գրող ես, չէ՞, դու բան են, որ դու ես, քեզնից է վատ ես ապրում, էլի։ Այդ բանը իմ մոտ օրինակ այդ էմպաթիան առաջացավ, բայց ես ենթադրում եմ, որ այդ ժամանակվա մարդկանց մոտ չէր առաջանա, ինչի համար, որովհետև իրանք եղել էին այդ կեղեքվողը։ Հիմա ես օրինակ այդ տիպի չեմ առնվազն դեպի սերունդները, էլի, առնվազն դեպի սերունդները, էլի։ Իրանք այդ կեղեքվողն էին եղել ու իրանք ոնց որ լրիվ նորմալ էին համարում, միջալից Հայաստանում չգիտեմ ոնց է տեղի ունեցել կուլակաթափությունը, այդ առանձին երևի խոսակցության թեմա է պատմագիտական, որ ռեալ արխիվներով բանով հասկանանք, մենք գիտենք, որ ես օրինակ ռուսականը գիտեմ, որ շատ բան է եղել, էլի։ Զինքով, զորքով, կոտորածով, ամեն ինչ ծանր է եղել, էլի, իմիջիալոց կուլակ չէր հավարվում, ինչ որ ֆոմիչը ինքը բան կերպար է, էլի, տենց իրոք հարուստ կերպար, այնտեղ մի կով ունեցողը արդեն ոնց որ կուլակ էր, կարող է տային գլխին սպանեին, այդ կովը ձեռից վերցնեին, էլի։ Էդ էլ կա, էլի, այսինքն իմ մոտ այդ բանը առաջացավ այդ կուլակի կուլան ունեցվածքն է, գիտես, չէ՞, կուժուկուլա, այն որ ասում են կուժուկուլա է, այդ կուլան այդ կուլակի կուլան է։ Հա։ Ինչքն է, էլի, հայերենում ամենալավ բառը երևի այդ կուլայի ինչքն է, էլի։ Ունեցվածքի ինչքա։ Հա, ընդհանուր տենց նարդոսներ կարելի ասել, այս հատվածը ինչը մեզ հետաքրքրեց այս պահի խոսալու նյութ, նաև Շիրվանզադեի հետ ինչ որոշակի զուգահեռներով ու մեր համար կարևոր էր ժամանակի շունչը տեսնել ու ոնց է տեսել նարդոսը, ոնց ենք մենք այս պահին ռեֆլեքսիա անում այդ թեմաների շուրջ ու գլխավոր բանը այդ վերջնական բանը, որ ես ոնց որ ի սկզբանե մտքիս կար, այդ բանը, որ ոնց որ այն որ երբ որ կամերանքով ես նայում ինչ որ մարդկանց, երբ որ ծաղրում ես, երբ որ վատ վիճակի մարդուն չես օգնում, հակառակը մի հատ ուժեղ ես խփում, որ հանկարծ չկանգնի, բան ոնց որ հետո պետք չի սпасել, էլի, որ քո նեղին ինչ որ մեկը քո կողքը կլինի, էլի, այդ պահը կա, էլի, այսինքն զուտ մարդկային ինչ որ էմպաթիկ բան կա, որը ու ինչը նաև այդ բանն է, էլի, այդ հայկական կապիտալի բաներից է, էլի, Շիրվանզադեի մոտից ունենք ու այստեղից էլ կարող ենք տեսնել այդ հայկական կապիտալի չի ասի առանձնահատկությունն է, բայց ծանր է մեր համար ինչ առումով, որտեղ մենք փոքր ազգ ենք, շատ որ կպած ենք իրար ապրում ու շատ դժվար է մեզ տանել այդ հայկական վաշխառոյի կապիտալի այդ պահվածքը հասարակ ժողովրդի նկատմամբ, էլի, ու շատ մարդկանց այդ միֆական պատկերացումները որ կան, որ հայկական կապիտալի զարգացումով ինչ որ մեծ բաներ կլինի, փոփոխություն կլինի հասարակ մարդկանց կյանքի մեջ կամ պետության կյանքի մեջ, այդ միֆերն է ցույց տալիս, որ կապիտալը ինքնին հայկական չի լինում, այսինքն կապիտալը ինքնին։ Եթե կապիտալը ներդրում ես ինչ որ երկարատև հեռանկարի մեջ, չգիտեմ, այդ օրինակ համալսարաններ են պահում, դպրոցներ են պահում, ներդրումներ են անում, բիզնես ներդրումներ են անում, մշակույթի մեջ, արվեստի մեջ, տնտեսության մեջ, հա, քաղաքի մեջ, գիտեմ, միջավայրի փոխելու մեջ։ Երկարաժամկետ, այո, ինքնին որ կապիտալը պատկանում է ինչ որ, Մանթաշվին էլ է պատկանը եւ հեղափոխությունից հետո փախի գնացել էր Ֆրանսիա եւ այլն, կամ չգիտեմ, այտենց լիքը արուստներ էլի, այսինքն ինքնին կապիտալը հայկական չի լինում այն նրանից, որ այդ կապիտալի կրողը նոմինալ առումով ոնց որ հայ է։ Յանա էլի։ Բայց եթե օրինակ չգիտեմ, ասենք նայում ես դարձում ոնց էր ԱՄՆ-ում բանում ոնց էր, չէ՞, այդ խոշոր կապիտալիստները Vanderbilt եւ այլն ոնց էր դպրոց, հա, ամերիկյան բոլոր այդ Ivy League-ի բոլոր համալսարանները բոլորը հարուստներն են սարքել։ Իրանց կապիտալն են դրել որպես Rockefeller տները, բաները, տարածքները, ամեն ինչ, այսինքն իրանք են արել, իսկ մեր մոտ ես երեք Աբովյան էի գնացել,
նորմալ այգի չկա այդ քաղաքում։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է տեղ ապրում։ Եթե չասեմ ամենահարուստը։ Հա, այդ նույն բանը, եթե հետաքրքիր է, օրինակ Չեմ ասում դպրոց, համալսարան, բան, այգի։ Կապիտալի այդ իմաստով ոնց որ լավ օրինակ է կապիտալիստի, ռուսները շատ են սիրում, էլի ազգությամբ հայ, բան է, մագնիտի բանի Կրասնոդարի բանի դերը, ոնց էր, Սերգեյ Գալիցկին, Հարությունյան ազգանունով Գալիցկի է հիմա, կնոջ ազգանունն է վերցրել, ու այդ բանը ոնց որ Երևի քիչ թե շատ այտենց ում կարամ հիշեմ, երևի Վարդանյաններն են երևի, հա։ Ամենաերևի ակնառու։ Դե հիշում ես ժամանակին կոմունիզմի վերջում ոնց որ այտենց բան կար, մարդու դեմքով կոմունիզմը։ Մարդկային դեմքով կոմունիզմ, հիմա կարանի մարդկային դեմքով կապիտալիզմ, էլի, որ ոնց որ հատկապես եթե վերցնենք օրինակ այդ երկրորդ Կոպիտ ասած բան չանես էլի լավաշ չբաժնես էլի մենակ։ Չէ, լավաշ բաժնելը վատ չի, նա էսենց ասեմ, հիմա լիքը աղքատ մարդ կա, որ այդ լավաշի կարեկն էլ ունի, եւ լավաշ բաժնելը վատ չի, բայց այդ մասշտաբի մեջ ոնց որ երևի լավաշ բաժնելը մի քիչ Հա Դե այդ բանից էլ է գալիս, եթե մի քիչ ավելի այս գրական թեմայից մի քիչ ավելի գնանք հասարակական քաղաքական թեմայից, ավելի շատ նաև գալիս է այդ որ սերնդի հարուստ ես դու էլի, այսինքն առաջին սերնդի հարուստը միշտ այդ Բերեզովսկին էլ էր ռուս ասում էլի, ոնց էի տեսնում էլ այդ նովոյ ռուսկի այդ բանը էլի, այդ որ այդ բանը, չգիտեմ, Մալինովի այդ պիջակները, այդ բան Rolex ժամերը, ասենց ոսկի, ինչ որ Mercedes-ներ բան, առաջին սերունդը տենց է։ Երկրորդ սերունդը կամ երկրորդ սերունդը մինչալոց կարա նույն մարդը լինի, էլի ինքը պրոստը ոնց որ զարգանա այդ ընթացքում, էլի հասկանա, տեսնի աշխարհում ինչա բան, օրինակ Գալիցկին դրա օրինակն է, որ ոնց որ ինքը տեսնում է աշխարհում ինչա կատարվում ու ենթադրում որ ինքն է պետքա տենց անի, էլի, այսինքն երկրորդ սերունդը նոր սկսում է մտածել, որ այդ կապիտալը մենակ ոնց որ ոսկին չի, էլի, որ կախում ես վրա, ինքը նաև ինչ որ իմաստով պատասխանատվություն է, որտեղ այդ կապիտալը այդ մարդկանց հաշվին է նաև ինչ որ իմաստով այդ մարդիկ են աշխատել քո վրա, այդ մարդկանց վրա ես ծախել քո ապրանքը, բան ու ինչ որ սոցիալական պատասխանատվության զգացում դու պետք է ունենաս այն հասարակության մեջ, որի մեջ դու կայացել ես որպես բիզնեսմեն։ Ֆոմիչի օրը չընկնես էլի։ Հա։ Ֆոմիչի օրը չընկնես։ Այո, Էս հա բան նոտայով դրական նոտայով կրթական խրատական դրական նոտով արդեն շատ խոսացինք էլի երևի ավարտենք այս եթերը շնորհակալություն հայտնենք մեր լսողներին ու նայողներին հիշեցնենք որ բաժանորդագրվեն YouTube-ի ալիքին մեր սոցիալական ցանցերում մեզ հետևեն պարտադիր կոմենտեք լայքեք գրեք ձեր կարծիքը իսկականից կարևոր է մեր կարծիքը դժվար չի էլի այտենց մի բանով գրեք տարածեք, եթե հավանում եք ինչ որ անում ենք, կարաք ֆինանսապես մեզ աջակցեք Patreon եւ Boost-ի հարթակներում, իսկ մենք կշարունակենք ձեր համար տենց հուսով ենք որակյալ հետաքրքիր կարևոր բովանդակություն ստեղծել։ Շնորհակալություն։ Ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։